այս ուժերը իրար կտրտելու են։ Կարող է դա հիբրիդային պատերազմը։ Ժողովրդին առաջարկում ես նոր product։ Terminator 2-ն է պետք։ Շատ հստակ։ Ոնց կլինի Նիկոլ 2-ին մենք ընտրենք, թող մնա մեր Նիկոլը։ Պետք է ամեն ինչ անել այդ չարեքից ազատվելու համար։ Կարող է դեռ ինչ որ գաղտնիքի պահ կա։ Նույն ճկունությունը ինչի ցույց չտվեցիք, երբ որ Այս հաղորդումը համարել որպես փակ բանակցություն։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, անխնա, այս մեր ալիքին հասցնում եք մեզ մեր մուրազ 1 միլիոնին, նաև լսում եք բոլոր հասանելի ոդկասթային հարթակներում, իսկ մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին ու ես պատահական չի, որ Պետրոսի ձև սկսեցի արդումը, որտեղ մեր հյուրը այսօր Էդմոն Մարուքյանն է, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը, ինչ սև կատու անցավ ձեր ու Պետրոսի միջև, որովհետև մեր Անկոմդի կայքի, որտեղ երգիծական լուրեր էր, ամենավերջի հրապարակումներից բանն է։ Էդմոն Մարուքյանը 96 ժամ է արդեն չի եղել Պետրոսի հյուրը։ Էդի պիրուդեր, որ շատ շուշուտ էի գնում։ Ու հիմա սենց ոնց որ թարսվել եք։ Ես Պետրոսի մոտ չեմ եղել 2023-ի նոյեմբերից մինչև այսօր։ Այսինքն մինչև հիմա չեմ եղել Պետրոսի մոտ։ Ոչ մի կատու չի անցել մեր մեջ իմ հասկանալով, ես վերջում անցել, բայց դրանից հետո իմ հասկանալով այնտեղ որոշվել է ոչ իրանց մոտ, որ ես չպետք է հայտնվեմ համեկում ու վсё։ Ռեժիմը վախենում է ձեզանից։ Ռեժիմը դե գիտես ոնց գլուխով չլինի, բայց դե նայ, չի վախենում ռեժիմը, օքեյ, բախի չեն իսկ կանչում։ Չեն կանչում, ախպեր, հիմա վախենում։ Են որ օրակարգային բան չեք ասում դրա համար։ Հա, շատ, ես ինչ ասում եմ, դառնում է քաղաքական դաշտում տրենդ, տենց չի որ օրակարգային չեմ ասում։ Այ Պետրոսի մի ստատուս է գրել երկու շաբաթ առաջ ու մեջը իմ մասին է։ Տակը գրել եմ։ Կանչի եթեր։ Դες չի բլոկ է, ամենը։ Չէ, չի բլոկ է, չէ։ Գրել եմ, կանչի եթեր խոսանք։ Բանը, տակը գրել է Facebook-ով արձագանքի։ Ասում եմ, ախպեր, հարց ես բարձրացնում։ Երկրի գլխավոր բանն ես Հմեկի Սալավիովն ես երկրի էլի գլխավոր, ախպեր կանչի խոսանք։ Այդ չի կանչեմ ու հետո Խաչիկավոր էի եկեղեցում մեր մոտ Վանաձորում։ Ու այդ արդեն ոնց որ բաժակը լցվեց էլի, մի հատ ինչ-որ բաներ դրել, նկարներ էր դրել իմ եւ էլի անձանց, ովքեր տարբեր ժամանակներում Խաչիկավոր են եղել, բայց բնականաբար ոչ ՔՊ-ից ոչ մեկի էլի, որտեվ ՔՊ-ից էլ են եղել ու կան։ Ու տենց ինչ-որ ձեռառնողական բաներ գրել, որ եթե ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին ուզենային հանեին, կիմանոներով էին սրանք նկարվելու թե ինչ։ Ես կարճ մի հատ 250 վայրկյանանոց մի հատ արձագանք։ Որտեղից մեկ մեմ վերսեց։ Արձագանք ծվեցի իրան։ Ու դեռ ձեն չկա Պետրոսից։ Կատուն ինձ թվում է անցե գնացել արդեն։ Okay, անցնենք մեծ քաղաքականություն։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Ընտրությունները մոտենում են, դուք մասնակցում եք, մի հատ դրան էլ կհասնենք։ Մենք նայել ենք ձեր բոլոր դիմումը, ուղերձը, մեծ բևեռներ ձևավորելու մասին, մի հատ դրան էլ կհասնենք, բայց մի հատ սկսենք սկզբից։ Դուք անհարթ ճանապարհ եք անցել այս իշխանությունների հետ ու եղել են էպիզոդներ, որ իրանց հետ էիք, եղել են էպիզոդներ, որ իրանց դեմ էիք ու ինչ որ բան նույնիսկ հատուկ հանձնարարությունով դեսպան եք ու ժողովուրդը դա չի մարսում, դեռ ոնց որ չի ներել։ Սկսենք այդտեղից, ինչի դարակ հատուկ հանձնարարությունների դեսպան այն ժամանակ, արդյոք արդարացրեց դա ու հիմա չեք փոշմանում, որտեվ այն պահին ակնհայտ հակափաշինյանական տրամադրություններ էին ու вообще ոնց որ չգիտեմ ոչ պոպուլար էր, ոչ էլ հասկանալի էր այդ քայլը։ Այ մի 3 պատասխան ունեմ։ Կարամ ասեմ, որ շատ լավ էր որ եղավ, կարամ ասեմ, որ հակափաշինյանական չէր, կարամ ասեմ բան, բայց ուզում եմ ասել հետեւյալ ուրիշ պատասխան տամ, որը որ այս հարցը բոլոր եթերներում կա էլի։ Դարա, որովհետեւ իմ խոսքի տերն եմ։ Դարա, որովհետեւ 21 թվականի Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը կան բացեն նայեն մարդիկ կամ կհիշեն հուսով եմ։ Նրա մասն էր, որ պետք է երկիրը նես ցաներ վիճակում է, որ իրար մի մորթեք, դե իշ մեկ Չագուչը, Մանգաղը, բան տենց քֆուր էր սա քարոզարշավը եւ մենք քարոզում էինք, որ ժողովուրդ ջան, եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, ձևավորենք մի հատ իշխանություն, որ բոլորից առողջ ինչ որ կոմպոնենտներ վերցնենք, ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն, խի որովհետեւ դեռ Ղարաբաղը կարա ձև կա պահելու հայկական։ Եվ գոնե եկեք այս պայից սկսած այդ նոյեմբերի 9-ի ստորագրություն բան այդ հետո է, էլի։ Դրանից հետո է, որ էս անենք։ Ու մենք այդ քարոզարշավի ժամանակ
Բնականաբար մենք քարոզում ենք մի բան, որը ժողովուրդը չի ուզում, ժողովուրդը այդ պայն փաստորեն ուզում էր, որ օրինակ ընդդիմադիր մի հատ բևեր գա եւ կախի։ Ու ժողովուրդը ինչ որ միատված։ Իշխանությանը, իսկ իշխանության ընտրողներն ուզում էին, որ մի հատ էլ մանդատ տան իշխանությանը, իշխանությունը գա սրանց վերջապես դատի, որտեվ չի հասցրել դատի, որտեվ եկել էին որ դատեն իբր։ Եղավ կովիդ, հետո եղավ պատերազմ, դե չհասցրին դատեն, մի հատ է պետք է Բողբացյան մանդատ տան։ Ու մենք այդ ժամանակ մնում ենք ընտրական շեմի տակ, ժողովուրդը ընտրություններով, այդ ընտրություններով գնում անտրական տեղամասեր, ընտրում է Նիկոլ Փաշինյանի 54%, Ռոբերտ Քոչարյանի 27% եւ Սերժ Սարգսյանի եւ Վանեցյանի Դաշինքին բարերի տակ են մնում, բայց օրենքի ուժով անցնում են, չեմ հիշում, 4 ու քանի։ Հա, Այդ հասկանում եմ։ 3 ուժի, հիմա մի րոպե։ Դրանից հետո 8 ամիս է անցնում։ Այդ ընթացքում ինձ կառավարությունից վարչապետը առաջարկում է բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ Ես հրաժարվում եմ։ Ասում եմ, որ ես ինձ դե չեմ, շնորհակալ եմ։ Ես ինձ դե չեմ տեսնում եւ չեմ ուզում որևէ դերակատարություն վերցնեմ ին վրա, որը իմը չի եւ դե ասում են դե կոչ դու ես քարոզում որ պետքա բոլորով միավորվենք, բան հիմա օքեյ դուս եք մնացել, բայց հոմ ասել եք ախպեր, հա օքեյ։ Անցնում է 8 ամիս։ Հայաստանը մտնում է բանակցությունների մեջ, որտեղ դեռ կա Արցախ, Արցախում բուրըն շինարարությունն է գնում, բուրըն շինարարություն միլիարդավոր դրամների, որ 100 տուն, 100։ Չէ, 100 տունը փոքր է, դի բարեգործակ բուրըն պետական շինարարություն գնա գալիս եմ։ Մի հատ ժամանակաշրջան է, որ հույս կա եւ այդ հույսը կառավարության ծրագրում գրված է, որ Արցախը կարող ենք փայլ հայկական։ Եվ ինձ առաջարկվում է իմ ունեցած network-ը, գիտելիքները, փորձը, խորհրդանական դիվանագիտություն, ԱՄՆ կապեր, Եվրոմիության կապեր, բան, օգտագործել այդ process-ի ժամանակ, որպեսզի մեր դիվանագիտական ճակատը կարողանա հասնել այն ինչին ինչ որ գրած է կառավարության ծրագրում, որին ժողովուրդը տվել է 54% ձայն։ Այդ Հիմա հասկանալի է։ դու ասում ես մի րոպե, ասում ես Նիկոլ Փաշինյանի համար շատ ոչ պոպուլյար ժամանակներին, այս որ ժամանակ, այդ որ 54%-ով իրան ընտրել էին, Մինչև դա, այդ իմ համար էլ է շոկ, իմ համար էլ է դեպրեսիայի աղբյուր, այդ ընտրությունները sense վերաիմաստավորման մի հատ այնպես բաներ իմ համար, բայց մինչև դա չկար զգացում, որ նու ինչ որ մի ուժ, որը աղետ է բերել, հա, երկրի գլխին, պետքա ամեն ինչ անել, որ հեռացնել այդ ուժին։ Ամեն ինչ արվեց, ու այդ ուժը տարել է 54% ձայն, եւ այդ ուժը 54% ձայն։ Բայց դուք ամեն ինչ արել եք, որ այդ ուժը հեռացվի։ Նայեք խորհրդանի իմ Որովհետև իմ կարծիքով ամենաշատ պոտենցիալ ունեցողները երկու նախկին նախագահները կարող են դա արել իրան որ հանեն։ Չեն արել էլի, եթե չեն կարողացել։ Ես կարծում եմ, որ իրանք իրենց պոտենցիալով ամեն ինչ արել են որ հանեն 21 թվին։ Մի հատ ֆունդամենտալ բան կա։ Ես պարլամենտում ելույթ եմ ունենում, երբ որ խորհրդանը ծրվում արդեն։ Ասում եմ դիմում եմ պաշտոնապես, կարակ դնեք մեջը Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյանին։ Խնդրում եմ մի մտեք ընտրական process-ի մեջ, երբ որ կլինի այս արտահայտություններ, որովհետեւ եթե դուք մտնեք, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։ Ես պաշտոնապես դիմում եմ։ Այսինքն, այդ որ ասում ես ամեն ինչ չեն արել, յուրաքանչյուրն իր հերթին ամեն ինչ արել է։ Եվ մյուսը աղետա բերել։ Նայ, ժողովուրդը հավաքական եւ նաեւ փորձագետները բոլորը չեն գնահատում այդ ամեն աղետը, որպես այդպեսին, զուտ այդ 2 տարվա աղետ։ Գնահատում են, որ դա եղել է երկար։ Որ ժողովրդի կարծիքից ելնելով դուք ձեր կարծիքը փոխում եք։ Հիմա ինձ ջանդամ ժողովուրդը ոնց է գնահատել։ Եթե ես ինչ որ բանին սենց եմ վերաբերվում, ես շարունակում եմ տենց վերաբերվել, անկախ նրանից 54%-ն է Փաշինյանին ընտրել, թե 46։ Ես մի հատ բան խոսացի, չէ՞։ Մի վարքան, մի հատ բան եմ ուզում ավելացնել, այստեղ ձեր հարաբերությունների պատմությունում մի հատ էլ դրվագ կար, որտեղ հիմա երբ որ պարլամենտում ինչ-որ տենց խժդժի է ալնում, տենց ասում են, բա իրանք սկսեցին, ասում են, չէ, դուք իրանք սկսեցին, բանը իրար վրա են գցում։ Ձեր դեպքը, երբ որ ընդհարվեցիք իրանց հետ, դες միանշանակ իրանք սկսեցին, էլի, ոչ ոք չի վիճարկում։ Նկատի ունեք Սասունի։ Հա, ու այդ եղավ դրանից հետո գնացիք, ինձ թվում է ժողովուրդը նաև էդ էլ չի կարող։ Սասուն Միքայելյանը ինչ ա արել, ինձ խփել է, ես էլի ան եմ խփել։ Նույն դե նաև Սասուն Միքայելյանը Ալեն Սիմոնյանի հետ ինձ խփել է, ես իրան եմ խփել։ Ինձ վիրավորել են, ես իրանց եմ վիրավորել։ Այսինքն ես ասում, միանշանակա որ երկու դեպքում էլ իրանք բայց դա միջանձնային հարաբերություններ է։ Մենք քննարկում ենք պետություն, Արցախ, կառավարություն, այսինքն դու եթե մտածում ես քաղաքական գործիչները, պետք է միջանձնային դադարում են անձեր, ես չեմ տարբերում անձին։ Եթե դու պետական մտածողություն ունես, պետական գործիչ ես քեզ համարում, եթե մտնես միջանձնային թեմայի մեջ, օրինակ, ինչ ասեմ, այնքան մեր քաղաքական դաշտից կարող եմ օրինակներ բերել, որ այսօրվա նույն օպոզիցիայի իմաստով եմ ասում, իրար կալանավորել են, հետո մի ֆրակցիայով հանդես են եկել։ Նույնքան է դա դատապարտում։ Դա էլ էս քննադատում, բայց ուզում եմ ասեմ,
հանուն ավելի մեծ բաների միշտ օպոզիցիոն ուժերը կարող են համախմբել։ Հեսա որ դուք ասեցիք, որ խոսանք դրա մասին, որ մենք ինչ ենք առաջարկում։ Էլի այդ բանից է, այդ սցենարից է։ Բայց ուզում եմ այս հարցը սպառենք էլի մի հատ։ Հետ գալով այդ նույն այդ հարցին, նայ, ես քարոզել եմ այդ սաղ ինչ որ ծեծել ենք, քրֆել ենք, ինչ արել ենք, բան, ես քարոզել եմ, որ ես դա սաղ դնում եմ մի կողմ։ Դրանից հետո դա քննարկելը, այն դեպքում որ ժողովուրդն է գնացել իրան 54% ձայնա տվել։ Գիծա քաշվի, ասում ամեն ընտրություն ինքը կոպիտ ասած կարտի կալոդը նորից բաժանվում է։ Գիծա քաշվել, եւ այդ գիծը որ քաշվել է, դա էլ հետաքրքիր բան կա։ Դե բոլորը պարտվել են։ Բոլոր ուժերը չեն անցել խորհրդարան, նկատի ունեմ։ Մենք ԲՀԿ-ն, ուրիշ նոր ուժեր, բան լիքը սաղ չեն անցել ոչ մեկ։ Ժողովուրդը ընտրել է Նիկոլին, Ռոբերտին ու Սերժին, տենց կարճ ասեմ։ Եկել, այդտեղ մենք հայտարարություն ենք անում, որ մենք շնորհավորում ենք խորհրդարան անցած ուժերին, բոլորին։ Դե պետք է կարողանաս պատվով պարտվել։ Սերգեյ, պատվով պետք է պարտվել ենք ախպեր, պատվով։ Շնորհավորում ենք խորհրդարանական անցած ուժերին, ասում ենք, օքեյ, հաղթել է իշխանությունը միանձնյա, դաժե խորհրդարանում ընտրություն չկա, ավտոմատ ինքը դառնում է վարչապետ, անգամ չեն քվեարկում, այդքան ձայնատար է։ Ընդ անցել է երկրորդ նախագահի ուժը, երրորդ նախագահի դաշինքը, հասկացանք իրար ինչ ասես ասել ենք, բան ինչ ասես եղել է։ Մենք շնորհավորում ենք խորհրդարանական դիմադիր ուժերին նաև եւ կոչ ենք անում, կարանք անենք մեր հայտարարությունը, որ բոլորը ջանքերը ներդրեք, երկիրը հետ պատերազմական քաոսից հանեք ախպեր։ Քարոզաշահի վաղ իրար ինչ կֆուր ասես տվել եք, հասկացանք։ Մտել եք պարլամենտ, վեհապարն եկել է օրհնել է, մանդատները վերցրել եք, ընտրությունները ճանաչել եք, հասկացանք, գիծա քաշվել, անցեք առաջ, պետությունն ավելի կարևոր է, Արցախում ժողովուրդը ընդեղ է, կարևոր է, խաղապահները կանգնած են, Լաչինի միջանցքը գործում է, բան հասկացանք, շարժվեք առաջ։ Ու Հայաստանում տարածքները օկուպացված են։ Եկեք չմոռանանք, որ մենք գիխի ենք այդ գիծը քաշի համերաշխության, որտեղ մայիսին հարձակում եղավ Սև լճի վրա, Հայաստանի տարածքները մտան օկուպացրեցին ադրբեջանական ուժերը, մենք այդ ժամանակ հայտարարեցինք, որ մենք մի կողմ ենք դնում սաղ մեր տարածությունները։ Բայց քարոզարշավ էր էլի դե գնում։ Հիմա, եթե ես ոչ մի բան չանեի, օրինակ, պատի ասենք 21-ին դուս ենք մնացել, դե կրվել ենք, ճանաչել ենք ընտրություններն, անց շնորհավորել ենք, կոչ ենք կարևոր գնան բանեն։ Ու ասենք սենց նստեինք թևերներս ծառած, ասենք ախպեր դե արեք։ Սենց չարախնդայինք, բան անենք, ասենք հա նայեք սխալ արին, տեսար վատ է։ Ոչ մի բան չանեինք, կամ մենք կարենք այդ ընթացքում նաև երբ որ օրինակ մի շրջան կար, որ ես դեսպան էի, կառավարության առաջ ցույցեր էր գնում, անընդհատ ցույցեր կար։ Ես դուս էի գալի ցույցերի մեջի ժողովրդի մեջ, մարդկանց հետ խոսալով, ինչ որ հարցերի պատասխանով, ինչ որ հարցեր ասել, ես այդ իմ դաշտը չի, չպատասխանելով գնում էի, այսինքն ես ոչ մի ձևի, այսինքն ոչ մի բան չանել, հետո ասել, բա տեսակ գնացին սենց այն, միշտ շատ հեշտ է։ Ես իմ մասով փորձել եմ լնեմ իմ խոսքին տեր, այսինքն իմ արած քարոզարշավին, եւ ինչքանով որ կարողացել եմ իմ ներդրումը ունեցել եմ։ Երբ որ արձանագրվել է, որ փլուզվել է այն ամբողջ կոնցեպտը, որ կառավարության ծրագիրն է բանն է, իմ կարծիքով այդ վաղ պետք է սաղ կառավարությունը հրաժարական տար։ Չի տվել սաղ կառավարությունը հրաժարական, շարունակել է կառավարել մինչև այսօր։ Իսկ ֆունկցիոնալ մասը մի քիչ հասկանանք։ Հասկանում ես, այսինքն այդ բանը, որ ֆունկցիոնալ մասը նայ, կային պետք է աներ հատուկ հանձնարարությամբ ինչ գործիքա կազմուներ եւ ինչի է դա ԱԳՆ-ի ինչ որ աշխատակից չէ։ Ոչ մի առանձին վերցրած դիվանագետ։ Արադ Միրզոյանը չէր։ Ոչ մի առանձին վերցրած դիվանագետ, անգամ Արադ Միրզոյանը։ Առանձին վերցրած դիվանագիտության իմաստով չի կարա բան անի։ Կարա ներսի քննարկումներում իր ներդրումը ունենա, ուղղությունը, ասենք, եթե սենց է, փորձի սենց բերի, օրինակ։ Ինչը ես շատ դեպքերում փորձել եմ անել։ Այսինքն առանձին որևէ դիվանագետի չեն ասում, էլի օրինակ Ճապոնիայում մեր դեսպանը ինչա անում, չգիտեմ, դա ընդհանուր գիծ կա, եւ այդ գիծը, որ ես աջակցել եմ, դա հետեւյալն է եղել, որ Արցախը մնում է հայկական, այն ստատուս քվոյի մեջ, մենք չենք պահանջելու բնականաբար այդ պատերազմից հետո Արցախի անկախություն, որ դա նոնսենս է դե արդեն, բայց Արցախը մնում է հայկական։ Այդ կոնցեպտն է, որ կարար պահվեր, եթե պահվեր, կարար աշխատանքները տարվեր, հենց եթե տարվեր, այն ինչ որ արդեն հրապարակային քննադատել եմ, խոսում եմ ամեն օր, դրա մասին չխոսամ, բայց դա տեղի չունեն։ Ինչ հրաբերում է, օրինակ, հիմա օրինակ որ ասում են, բայց դու իրանց հետ բանո։ Ելք դաշինք, եղբայր ջան, ելք դաշինքը ընդդիմադիր դաշինք է։ Դա իշխանություն չի, դա կառավարություն չի։ Կամ օրինակ, որ ասենք, բա դուք այնտեղ կռվել եք կամ բան։ Դրանք հասկանում ես, դրանք սա ինչ որ դրվագներ է, որ բան չունի։ Իմ համար շատ տհաճ պահ եղավ, հիշում եք, ու անկեղծ էլ ասեմ, չեմ փոշմանել բացարձակապես, որովհետև
եթե օրինակ չանեմ ոչի, բան ես միշտ չարած բանի համար եմ, էլի փոշման, որպես մարդ այդ ձևի եմ։ Արած բանի համար ավելի քիչ եմ փոշմանում։ Հիմա սա է որպես արած բան, նախ ինձ թրծելա մեկ որպես անձ, որպես մասնագետ, որպես քաղաքական գործիչ։ Հիմա ինչ որ ես առաջարկում եմ, խոսում եմ, ես վերջի մարդն եմ, ով որ բանակցություններից տեղյակ է։ Կուրսի է, լավ սենցը։ Մնացածներն ով ինչ խոսում է, ասի շո անիմաստ բաներ են խոսում կամ լսում են ես ինչ եմ ասում, դա ես մի քիչ փոխած ասում եմ, այդքան։ Բայց ձեզ չօգտագործեցին իրանց PR-ի մեջ, որ իբր թե իրանք, որովհետև ի սկզբան չգիտեմ, դուք սրա հետ համաձայն եք թե չէ, ոնց որ իրանք պատրաստվում էին ազատվել, այսպես ասած, Արցախից, բայց ընթացքում ցույց տվին, որ դե մենք փորձում ենք, օրինակ այն 400 տոննա բանն ենք ուղարկում, հումանիտար օգնությունն ենք ուղարկում։ Դուք հիշում եմ Պետրոսի մոտ, երբ որ այն 15 զինծառայողները այրվեցին, եք դուք գնացել ու բանան ինչ կապ ուներ հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Այդ օրը կար scheduled եթե։ Բայց ամեն օրը սովորական օր չէր, էլի։ Հա, սովորական օր չէր, դրա համար, եթերից առաջ։ Բայց ոնց որ տպավորություն էր, որ իրանց PR հրդեհները այստեղ։ Հա, հասկացա։ Դուք եք հան։ Նայ, կարար տես տպավորություն ստեղծվեր։ Ես չեմ կարա բան անեմ, ասենք բանկավոր չեմ կարա, որովհետև ես դուք նայել եք որպես նայողի դիրքից։ Ես նայել եմ այդ ամեն ինչին ներսից։ Օրինակ կոնկրետ այդ օրը ես մտել եմ վարչապետի մոտ ու շատ ծանր խոսակցություն ենք ունեցել, ես ոչ միտեղ չեմ պատմել։ Մի քիչ այդ ծանր խոսակցություններից էլ էլի, այդ որ ասում են մեր մեջ իրականում թեժ բանավեճեր է, որքանով թեժ բանավեճի մասին չէ, էլի, այսինքն այն հարցը, որ ցանկացած օրգանիզմ առողջ կարա իր մեջ տա, որ ասենք դուք խելագար չեք, ես ինչա կատարում, չէ՞, այս ձևի մոտարապես, այդ ձևի խոսակցություններ չես պատկերացնի ինչքան շատ է եղել։ Ես մտածում եմ մի հատ մեմուարներ գրեմ։ Դե մասկավոր ասենք կարողա դեռ ինչ որ գաղտնիքի պահ կա, պետական նկատի ունեմ։ Մասկավոր բանա կոնկրետ այդ խոսակցության ժամանակ դե պետական գաղտնիքի բան չի։ Ես ուզում եմ ոնց կա ասենց բան եղնի։ Ասենք 21-րդ դարում էլի, ի՞նչ է։ Ու դե ինքը սկսում է ինձ պատմել, որ պատվիրել են բաներ, մոդուլային իտալական զորանոցներ, երկու առաջարկ ա եղել, մեկը սենց, մեկը նենց բանման, բայց դա այդ այրվելու հետ մեծ հաշվով։ Հետո է։ Հա, դա հասկանում ես, չէ, յանի ապառնիով ենք խոսում։ Այսինքն խիենը տե զինվորները, չէ՞, խիենը տենց հասկանում ես, դա ընդհանրապես ընկալում չկա։ Ու ես էլ անկեղծ ինչ որ ստացել եմ, չէ, ինչ որ լսել եմ, իմ հարցումների արդյունքում, չէ։ Ես էլ այդ անկեղծ ասել եմ, որ էսա սիտուացիան սենց պետք է լինի։ Հետո այդ մոդուլայիններն եկել են, տեղադրվել են բանման, բայց մեկը իշխանությունը, օրինակ ես կարծում եմ, որ այդ օրը պետք է լինեին հրաժարականներ, որ թե ինչ ասած։ Հա, post factum էլ հիմա պարոն Նորայր Նորիկյանը, հա, փաստաբանը հիմա խոսում անդադ այդ գործից բան, այնքան տենց բաներ մենք ունենք, որ արագ մարդիկ բան են անում, էլի, արագ ոնց որ նայում ես ասում ես ժողովուրդ, տենց արագ ամեն ինչի վրով անցնում եք։ Մեր երկիրը դարձել է ամենօրյա ռեժիմի ինչ որ քննարկումների sense մի հատ բան։ Անընդհատ ինչ որ մի հատ բան ալնեմ, հաջորդ օր ուրիշ բան, այս մեկը օրակարգը։ Կարող է դա հիբրիդային պատերազմը, դուք եք վերջերս շատ խոսում։ Մի հատ բացատրեք ձեր տեսլականը, ինչ է հիբրիդային պատերազմը, ինչ տարեր ունի, ով է մասնակցում։ Նայ, մասնագիտորեն ինքը շատ բարդ բան է, որ մասնագիտորեն բացատրես, որտեղ ինքը մի քանի ինքը սովորական։ Իսկ ինքը կա вообще, որտեղ ես չեմ հիշում պերիոդ, երբ որ ինչ որ X երկիրը Y երկրի մասին ոչ մի բան չէր գրում։ Հայել բոլոր երկրները, բոլոր իրանց սֆերայի մեջի երկրների մասին ինչ որ բաներ գրում են, դնում են ժամանակ թերթով, հեռուստատեսությամբ, հիմա էլ դա կայքեր են գումարվել։ Նայ, հիբրիդային պատերազմը սովորական պատերազմի գործիքներից մեկն է։ Սովորական կոնվենցիոնալ պատերազմի, չէ, տանկեր, հետևակ, բան չէ, հետախուզություն, հրետանի, օդային բան։ Եվ դա ունի նաև իր հիբրիդային պատերազմի բան։ Ինչի՞ դա քարոզչական պատերազմ չի, ինք նոր անուն ունի։ Հա, հիմա խիա հիբրիդ, չեն ասում հիբրիդային, որ իբր ինքը ասիմետրիկ եւ ոչ նաև իբր, էլի կա նաև այդպես բան, գործիքակազմ է կիրառվում, դրա մեջ արհեստական բանականություն է կիրառվում, դրա մեջ կիրառվում է մարդկանց ընդհանուր ուշադրությունը գրավող ինչ որ բաներ, հասկանում ես, օրինակ ես հիբրիդային պատերազմը նաև շատ այդպես ուրճացվում է մեզանում, բայց բազմաթիվ բան տակտիկական բաներ կա, որ իշխանությունն անում է, որ ես տեսնում եմ, որ դա ինչ որ բարդ չի դա ճանաչել է, էլի, որ դա ինքը էս արավ, որ էս sense չլինի, այն արավ, որ այնտեղ նրա վրա ուշադրություն չդարձնեն, հա, այսինքն անընդհատ ինչ որ շեղող բան կա։ Օրինակ
Հայաստանում օրինակ, ասենք շուտ Տակեր Կարլսոնի մոտ եթեր է գնում, չէ՞։ Հայաստանի վերաբերյալ երևի այդ միակ եթերն է, չէ՞։ Այդ առավոտ պետքա մարդիկ արթնանան, արձագանքեն Տակեր Կարլսոնի այդ եթերում հնչած ինչ որ բաների կամ մեդիան, չէ՞։ Փաշինյանն ինչ է անում, առավոտ արթնանում է, որպեսզի այդ թեմայի չեղի, այդտեղ կա նաև այնտեղ Սերժ Սարգսյանի մի հատ հարցազրույց։ Նույն իրար հետ ժամանակահատվածում անում։ 11 հատ բան է գրում Facebook-ում՝ ի արձագանք այն հարցազրույցը տեղական մակարդակի։ Սկսում է ամբողջ մամուլը քննարկել դա ու Տակեր Կարլսոնի ինտերվյուն տենց ասնում է։ Հիմա դա հիբրիդային պատերազմի գործիք է կազմում։ Թե շուստիլյություն է, թե ինչ է, քարոշչություն է։ Կամ հիմա օրինակ արհեստական բանականությամբ օրինակ պատրաստում են, օրինակ ինձ, չգիտեմ, ես իմ ընդդիմադիր դաշտից մարդկանց, քահանաների, սրբազանների բաների, ոնց որ բաներ ա խոսում, որը բացարձակապես այդ մարդը տես բան չի ասել, չէ։ Հիմա շատ մարդիկ նայում են չեն տարբերում։ Ու ինքը այնքան արագ ազարգանում արհեստական բանականությունը, որ ինչ որ պայ կարող մենք այդ չտարբերենք։ Հիմա ես տարբերում եմ, օրինակ, տեսնում եմ, գիտեմ որ դա սա սարկած է, բայց արդեն բաներ կա, որ սկսում եմ հասկանալ, որ սա սարկած է։ Օրինակ հիմա Ամերիկայում են անում, պրոֆեսորների վրա են անում, Միրշայմերի վրա են սարքում ինչ որ բաներ, որ ինքը պատմա Տրամպը ինչ է անում, բայց ասենք արհեստական բանականությունն է, ինքը դա այդպես բան չի ասել։ Շատ նման է, որը ընտրական գործիք է դառնալու էս, արդեն դարել է։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Okay, well, ինձ այդքան TV դեմ բանը չհետաքրքիր, ես դեռ չեմ ներել ձեր դեսպանդարմանը։ Ուզեմ ասել, եթե միջև ընտրությունները 21 թվականի, sense կոնկրետ ամենապարակտված վիճակներ, հա, ու տենց մարդկանց մի մասը ինչքան հասկանում եմ դուք էլ, հա, հասկանում են, որ կա չարիք, որը բերել է աղետ ու պետք է ամեն ինչ անել այդ չարիքից ազատվելու համար։ Հիմա նախ արդյոք ամեն ինչ արեցիք, չգիտեմ, ուղղակի մասնակցել է ընտրություններին, ինձ թվում է այդքան արդյունավետ չէր իմանալով, որ մոտավորապես մասնակցեինք։ Մոտավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի շուրջ պետք է լինեն ընտրությունները իմ պատկերացմամբ, այսինքն առանց անձերի, առանց էգոների, բոլորը օրակարգի շուրջ լինեն հերացման, հա, բայց քոչանենք, հետո ստիպված նաև Սերժենք Ես համաձայն եմ Տեր-Պետրոսյանի առաջարկը։ Դրա համար տենց մարգինալացված գնացին, բայց ընտրությունից հետո ենթադրաբար, հա, այն չար իշխանությունը, որը բերել էր այդ ամեն ինչը, ինքը անցավ, ինքը չդադարեց լինել, հա, այն իշխանությունը, որը բերեց այդ աղետը։ Դրանից հետո ոնց է էլի օքեյ իրենց հետ համագործակցել, եթե այլ ոչ թե փորձել մի հատ վերակազմավորվել, մի հատ թույլ կողմերը գնալ ասել, տեսակ Քոչանենք, Սերժենք, ինչքան սխալ եք, պետք է մի հատ նոր ֆորմատ մտածել, որ այս ամեն ինչը վերացվի ու չգիտեմ, եթե ոչ մյուս ընտրությունների, միջև այդ արդեն տենց ծեծված իմպիչմենտի կամ չգիտեմ ուրիշ գործիքակազմի այդ էլ կհասկանանք այդ ժամանակ չգիտեմ ինչի չկար, հա, չնայած հա, այդ ժամանակ դեռ չէր նախընտրական հիմնական կետերը Չգիտերով, բայց արենքից դուրս խնդալու է, խի այդ իմպիչմենտի հարցը չարաշեցավ 4 տարի հետո։ Բայց թվում է թե ամենալավ պահը այդ վաղտ էր։ Չէ, եթե չեմ սխալվում մի տարի չի կարա լինի, բայց թող Սերգեյ հարցը։ Հա, հիմա ընտրությունից հետո Չարիքը դադարեց լինել Չարիք, որ տենց իրենց առաջարկը ընդունեցին։ Այ, ես քաղաքական գործիչ եմ։ Ու ես ավելի ինձ համարում եմ պետական գործիչ, բայց գամ որպես քաղաքական գործիչ։ Ոչ մի իշխանություն by default Շեմ հայերեն ոնց ասեմ by default է։ Ինքը ի սկզբանե ինքը ի սկզբանե չարիք չի։ Ոչ մի իշխանություն ի սկզբանե թալանչի չի, գողավազակ չի, մարդասպան չի, կեղեքիչ չի, դիկտատոր չի։ Ցանկացած իշխանություն, եթե դու կարողանաս դնես այն սահմանների մեջ, որ սահմանությամբ ամրագրված է, եւ քաղաքական համակարգը առողջացնես, կարա նորմալ աշխատի։ Հիմա նայ, կա թղթեր կա, եղբայր, կա նոյեմբերի 9-ի թուղթ։ Կա համաձայնություններ կամ բանակցություններ եւ պետքա սկսվեն բանակցություններ, այսինքն չկային, պիտի սկսվեին, որովհետեւ ըստ էության մի հատ time out էր, որ այս իշխանությունը կամ որևէ իշխանություն կգա, թող ձևավորվի, սկսենք իրանց հետ բանակցել, որովհետեւ քանդված վիճակ էր երկիրը, հիշում եք ինչ է։ Հիմա այդ ժամանակ
8 ամիս ես ասացի, որ ես 8 ամիս կառավարությունից առաջարկ եմ ստացել։ Ավելի եթե որպես պաշտոն, չէ, նախարարի պաշտոն էր, ասենք նախարարը բյուջե ղեկավարը, կառավարը իր ոլորտի, կարասաղ իր թիմին տանի տեղավորին դե ես, այսինքն դրանով եմ նաև ապացուցում ցույց տալիս, ոնց ասեմ, որ ես պաշտոնի համար չեմ որևէ բան արել, էլի, զուտ գաղափարական եւ նվիրում է դա Արցախի մասով։ Հիմա գամ քո բանին, այսինքն լավ, մենք ասում ենք բան ենք անում, ընտրությունները ճիշտ ապարտվեցինք, Քոչարյանի ֆրակցիան եւ Սերժ Սարգսյանի ֆրակցիան վերցրեցին մանդատները, մտան պարլամենտ, ճանաչեցին ընտրությունները, ու սկսեցին իրար հետ աշխատել, այնտեղ աշխատանքը գնում է։ Այդ ժամանակ ինչ պետք է, ասենք, վերակազմակերպվել բան, այնտեղ process-ներ է գնում։ Կամ Ղարաբաղը մնալու է, նայ։ Հա, Հայկական, կամ չի մնալու։ Դուք ինչ եք քննարկում։ Այդ ժամանակ շարունակես քննարկել, որ բայց չէ, всё-таки պետք է այս չարիք իշխանությունը չլիներ, բան։ Ժողովուրդը ընտրել է եղբայր։ Դու ով ես, որ ժողովրդի հետ հաշվի չնստես։ Ժողովուրդը գնացել է 54% ձայնա տվել։ Ում դեմա տվել, խիա տվել, ինչ արել, բոլորը ոչ ոք, այո, կարող են կարծել, ցանկացած մի հատ մարդ կարա կանգնի, ասի սա ժողովուրդը սխալ է։ Բայց դա ուրիշ կոնտեքստ է։ հա, Բայց կա ծրագիր, որը այդ ծրագիրը այլևս լեգիտիմ է եւ պետք է այդ ծրագիրը իրականացվի։ Հիմա Էտա գործիքը։ Հասկացա։ Հիմա ընդդիմություն օրինակ իմ բանը գիտես ո՞րն է։ Օրինակ ես մտածում եմ, որ ընդդիմությունը պետքա իր ներդրումը ունենար այդ ծրագիրն իրականացնելու ֆոնի մեջ ու կարողա սենց չլներ։ Հասկանում ես, մենակ մի հատ Էդմոն Մարուկյան քիչ է, որ ռետրոսպեկտիվ հիմի նայում ենք։ Իսկ Բայց կայինք, ասենք, սաղս գնայինք, ասենք, աղբեր ջան, չէ, սենց մի արա, սենց է։ Okay, իսկ խղճի հանգստության համար կար ցանկություն կամ եղել է կարող է դեպք, որ okay, մի հատ տնամ այս երկու անցած ուժերը ինչ պլաններ ունեն, մի հատ գնամ իրանց հետ խոսամ, տնամ իրանց պլանը, որ okay, sense քակ վիճակա, չեն անցել, հիմա շարունակում են 5 տարի, եթե իմանայինք, որ sense 5 տարի, տենց պրոստը ձեր բռնազբան մի ուրիշ բան, բայց եթե այն ժամանակ կարող են ինչ-որ պլան ունեին, որը հետո բարձր չկա, որին կարելի է միանալ ավելի արդյունավետ դարձնել։ Ես այնտեղ չէի ուզում վատ բաներ ասեմ, բայց էլի չեմ, էլի փորձել եմ նայել վատ բաներ։ Ասեք վատ բաներ։ Չէ, չեմ ուզում Վատը բան է, չեմ ուզում ընդդիմություն քննադատենք, լսի։ Որ խորհրդային ընտրությունները վերջանում է, մենք հավաքվում ենք, խորհրդինիստ ենք անում, ասում ենք Ժորժ ջան, մենք պարտվել ենք մեր խոսույթը համերաշխության, մեր խոսույթը ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու պարտվել ախպեր։ Մենք պարտվել ենք, եւ մենք ճանաչում ենք, որ մենք պարտվել ենք։ Որտեղ պետք է կարողանաս պարտվել, որովհետեւ կարողանաս նաեւ հաղթել։ Ինչ ենք անում։ Կազմում ենք հայտարարություն եւ շնորհավորում ենք ընդդիմադիր ուժերին, ում իրար գիտես մորթել ենք բոլոր հատվածներում, էլի։ Շնորհավորում ենք։ Դա ինձ հետո ես ինչա տեղ ունեմ։ Առաջի նիստին ընդդիմադիր այդ ուժերը ելույթներ են ունենում, հայտարարություն են ընդունում։ Դետայտեցին կարելի ասենք ես ու Խաչակյանս ասենք խի բայց տղեկ խի հայտարարություն ընդունում որ Ալիևը պետք է իմանա հայտարարության կոնտեքստն եմ ասում որ այլևս խորհրդանում կա ազգային ընդդիմություն ոչ նրանց նման են որ կային այսինքն մենք եւ ԲՀԿ-ն որ եղել ենք մենք ապազգային ենք էլի ըստ իրանց դրա համար հենց եսա կտենակ այդ հայտարարությունը եղավ ի պատասխան մեր շնորհավորանքի ասում դու քայլ ես անում քեզ բան մի հատ ես խփում են ու դե դες թողում ենք չենք էլ արձագանքում բան ու իրանց պլանը ի՞նչն է ասում ենք Ժորժ ջան ձեր պլանը ո՞րն էր այնտեղ մարդիկ կային օրինակ Արթուրը Վանեցյան էլի մարդիկ որ ասում էին որ ախպեր ջան մենք մտել ենք process-ի մեջ որ Նիկոլին հանենք չի ստացվել ժողովուրդը գնացել 54% ձայնա տվել նախագահ երկրորդ Քոչարյանն էլ ասաց որ Ժորժ ջան ես ամեն ինչ արի դուք ընտրեք իրանց օքեյ եւ դե վերջացել է իրանց պլանը իրանց պլանը այն էր որ ընտրություններով Նիկոլին հանեն ու դե վերջացել է բրծավ մնացածը արդեն այդ շարժերը էլի որ մենք հետո կանենք բան բեկում շարժում հետո կանենք դիմադրություն շարժում հետո կանենք Պողոս շարժում բան ախորպես Okay, լավ եկեք ես այդ հասկանում ես այդտեղ ասենք խղճի հանգստությանը մեջ շատ լավ հարց է էլի տալի որ լավ բան ինչ անենք ախր մարդիկ մտել են ասում մենք ավելի ազգային ենք հենց կերակ ավելի հիմա այդ հարցը ինքնըստինքյան հենց օքեյ ավելի ազգայիններ այն ինչ որ տեղի ունեցել դուք դրա պատասխանատուներից բայց հիմա ինքնըստինքյան վիճակը կրկնվեց մնացել է էլի 5 ամիս ընտրություններ ոնց որ մենք էլի միած
հաջորդ ռեզետը կալոդը բաժանեցինք, Հիմա ես ինչ պարն որ պետք է դասեր քաղաք։ Հա, հիմա եկել ենք այդտեղ կանգնել ենք։ Ու իմ կարծիքով ամենամեծ մարտահրավերը ելնելու է ժողովրդի մասնակցությունը այս ընտրություններին, որովհետև մասնակցությունը քիչ է, Փաշինյանը ֆեյրիկ հաղթանակ է տոնում։ Մասնակցությունը ինչքան շատանում է, այնքան կարող է դաժե հաղթանակից ներքև իջնի։ Ոչ թե կարող է։ Ինչ է արվում, որպեսզի դա տեղի ունենա, ձեր պլանները ում հետ եք խոսում, շփվում։ Անդիմադի դաշտում կա մի հատ բանավեճ, որը այդ բանավեճը ես բացել եմ դեռ տենց շատերը չեն ուզում մտնեն բանավեճի մեջ, որտեղ ինքը շատ վատ բանավեճ է, որտեղ որ մտնում ես չես կամ չհամաձայնվես դիմացինի հետ։ Խոսքը գնում է հետեւյալի մասին։ Ես առաջարկում եմ վրացական սցենարով այս իշխանությունը փոխել։ Դա հետեւյալն է։ Երբ որ Վրաստանում Սաակաշվիլի իշխանությունը արդեն բոլոր սահմաններն անցել էր, բանտերում մարդկանց խոշտանգում էին, սպանության քեյսեր կային, կոռուպցիայի մեջ էին թաղված, պատերազմ էր եղել, որը մեղադրում էին, որ նաև այդ իրանց իշխանության պահվածքի արդյունքեր այսօրվա իշխանությունները դա ասում են։ Բերած, հա ոնց կուզում անունը դնեն։ Գալիս է Վիզինա Իվանիշվիլին, համախմբում է սաղ օպոզիցիային, խառը, այնտեղ ես նայել եմ, ասենք կան ազգայնական ուժեր, լիբերալներ, եսիմ սոցիալ-դեմոկրատներ, Ռամկավ, եսիմ ինչ ասես կա։ Սաղին համախմբում է ու գնում են ընտրության։ Լինում են մի քանի ուժեր, որ չեն համախմբում, բայց դες նրանց հետ ինչա տեղի ունենում։ Որպես գնում են սաղով ընտրության, իրանք տանում են Սաակաշվիլի ուժի հետ երկու բևերով, այսինքն իշխանություն եւ ընդդիմություն։ Ձայների 95%-ը Փոշյանում է 4% ձայն։ Ու Սաակաշվիլին դիխը չի ունենում, ձև չի ունենում, չճանաչի իր ջախջախիչ պարտությունը։ Ինքը պրեզիդենտ է, պարլամենտական ընտրություններ է։ Երկին անցում է կատարում դեպի պարլամենտարիզմ։ Իվանիշվիլին ու իշխանություն փոխվում է։ Հիմա ես եկել եմ, ստեղ առաջարկում եմ, ասում Ժորժ ջան, մենք ընդդիմադիր ուժերես պետք է սաղ տնենք մի կողմ, ձևավորենք մի հատ բևեր, այդ բևերի գլխին դնենք մի հատ մարդ, որը նախկին պրեզիդենտ չի եղել երբեք, որ չկային անտիրախորը, կա այդ մարդ, Շևարդնաձեի ուժերը կային այնտեղ։ Եվ այդ բևերով գնանք, երաշխավորված հաղթենք։ Այդ ձևի ձևավորված բևերը երկու խնդիր է լուծում։ Առաջանում է մեծ ինտրիգ եւ սպասում, որ կարա երկում լինի փոփոխություն։ Մեծ սպասումն ու ինտրիգը մարդկանց տներից հանում է տանում անտրական տեղամասեր։ Այսինքն դու ժողովրդին առաջարկում ես նոր product, նոր է այդ product-ը, չի եղել տենց product կամ եղել է 96-ին Վազգեն Մանուկյանի դեմքով մի անգամ կամ եղել է նաև 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով, որ ընդդիմադիր 17-18 ուժեր մի բևերի մեջ էին։ Վազգեն Մանուկյանի օրոք ժամանականախագահական համակարգ էր, բոլոր տեխնացուները բացակայտվին, ասին պաշտպանում ենք Իրան։ Այսինքն մենք ունեցել ենք դες նախադեպ։ Հիմա ինչ են ասում ընդդիմադիր ուժերը, եթե ասում են։ Ինչ են ասում։ Արձագանքները։ Դա փայլուն գաղափար է, բայց շատ դժվար է իրականացնել։ Իսկ կներեք, այսինքն իշխանությունը պետք է այդպես հեշտեք ուզում հաղթեք, որին ասենք Թուրքիայից ասում են աջակցում ենք, չգիտեմ, սա ինչքան ռեգիոնալ երկիր կա, ասում են մենք աջակցում ենք, դե իշխանությունը ուզում եք հեշտ հաղթեք, որը ասենք 3.5 միլիարդ դրամ իր թիմի մեջ բաժանում է, ասենք մի օրը։ Այսինքն այդ իշխանությունը ուզում ես հեշտ հաղթես, չես կարող հեշտ հաղթես։ Երկրորդ արձագանքը դժվար կլինի համախմբել, որովհետև կան տարաձայնություններ։ Մենք հարցում ենք դնում իմ ալիքում, գեոպոլիտիկա տելեգրամյան ալիքն հարցում դրե իր մոտ, հետո տեսա 168-ը եւ նա իր մոտ հարցում դրե, որտեղ հարցում են դնում 60%-ից բարձր ժողովուրդն ասում է մենք ուզում ենք որ դուք գնաք մեկ բևերով, այսինքն կա ժողովրդի պատվեր, որ դուք ձեր խնդիրները դրեք մի կողմ, հավաքվեք, մեզ առաջարկեք product, մենք գնանք ընտրական տեղամաս, առնենք այդ product-ը։ Եվ կա անդիմություն, որն ասում է, չէ, ժողովրդից լավ մենք գիտենք։ Այդտեղ էլ ասում ժողովրդի հետ հաշվի նստես։ Որ չարիք է բան, չկա տենց բան։ Ժողովրդի հետ պետք է հաշվի նստես։ Եվ ժողովուրդն ասում է, ախպեր ջան, դուք եթե չեք կարողանում իրար հետ բան պայմանավորվել, ես ինչի համար պետքա դուզ գամ, առավոտը, ասենք սափրվեմ կամ մի հատ ցնցուղ ընդունեմ, բան գնամ ընտրական տեղամաս ժամուկես ժամանակ ծախսեմ։ Եթե հերթ լինի, եթե հերթ չլինի ավելի քիչ, ու քեզ կամ ընտրեմ կամ որևէ մի խիպը ես մասնակցեմ։ Որտեվ նայ, օպոզիցիան ինչ առաջարկում, ասում է մենք մտածում ենք, որ Գյումրիի նման բևերներ կստեղծենք, ասենց խմբեր, կգնանք ընտրությունների, Նիկոլը դա չի նկատի, չի տեսնի, էլի որ այտենց բան են կանում, ինքը այտենց զբաղված կլինի իր գործերով, կգնանք ներս կմտնենք ու կմիավորվենք ու կհաղթենք։
ասեմ եթե տենց է Հակապաստար կա որ մի ուժին կարա չգրանցի կամ ընդհակառակը բազմաթիվ ուժերից երկու ուժի կարա չգրանցի ու կարանք ենթադրենք որ երկու ուժ իսկ մեկ խոշորացված բևերին չի կարա չգրանցի բայց դες մեկա չի անգամ եթե էդի sense ձեր ասածով լնում անդե մեկա կա Արամ Սարգսյանը դրա պատասխանն է կամ Արամ Սարգսյանը եւ էլի փոքր ուժեր կան որոնք որ խաղում են իշխանական ձայնային տիրույթում, որտեղ կա պատալոկ, որտեղ կա առաստաղ ձայնային։ Այդ առաստաղի մեջ են խաղում։ Հեսա Արման Բաբաջանյանն է։ Իրանք առանձին թող գնան, ոչ մի բան չի։ Իրանք են իմ Գյումրի, իմ Վրաստանի օրինակի 4%-ի մեջ են փոշի։ Բրցնում է, փոշիանում է, ով որ առանձին գնում է այդտեղ, փոշի է։ Հիմա ինչ արվում, որ այս ստաղս հասկացանք, որ սենց է պետք։ Ոնց որ տարածային։ Ոնց դուք հասկացաք որ տենց է պետք։ Ես հա, այդ կարծիք շատ լավ։ Ես օրինակ խնդրեի օրինակ որ դուք ձեր ալիքում տենց հարցում դնեք։ Քաղաքական է, բայց եթե կանեք հիմա ինչ է արվում, որպեսզի դա բան, որտեվ հակառակը տենում ենք, Թաթյանը ասում է, երկուսը պետք է չլնեն, մեր ձևով ասում է իրանց հետ չեն գնա, չգիտեմ, Վարդան Ղուկասյանին ու չգիտեմ, Հայաստան Դաշինքին տենց չեմ պատկերացնում մի բանում։ Ոչ իմ, դա շատ դժվար է պատկերացնել համատեղելի։ Պլյուս նրան որ այս գաղափարը կա, այս գաղափարին նաև մեծ օգնություն է ցուցաբերում Նիկոլա Փաշինյանը։ Ոնց։ Ինքը գնացե կպելա մի հատ ազգային ինստիտուտի, որը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, որը ընդդիմադիր դաշտում ձայն ամոբիլիզացնեմ հակառակ իրան։ Իրա դեմ քնած ընտրություններին երբևէ չմասնակցած, երբևէ հաղթացյալ չեղած ջղային ձայնա ոտի հանում։ Իրա գործողությունը։ Բայց հանում է, որ ես տենց չեմ շատ մասնագիտական բաներ եմ ասում։ Քիչ մարդ է, էլի դուրս գալի։ Կմտածես, եթե 3 միլիոն հետևորդ ունի եկեղեցին, 200 հոգուց ավել կգնա, էլի պաշտպանելու ինչ-որ կոնկրետ օր։ Ուսի ժողովուրդը երկու անգամ եկեղեցու արձակում ա, երկու անգամ էլ ամուր մինչև վերջի խազը կանգնել է իշխան։ Չի կանգնել։ Կանգնել է։ Առաջի անգամ Միքայել Սրբազանի բերման ենթարկելու ժամանակ են կանգնել, ոստիկանական ուժերը հրաժարվեցին գործողություններ անել։ Նիկոլա Ռաման տվեց հետ կանչեց։ Երկրորդ անգամ էլ այդ Էջմիածնի վրա գնալու ժամանակ մինչև վերջ կանգնելա չեն կարողացել մտնել մայր տաճար։ Նայ ժողովուրդը իր փայը արել է։ Ես համաձայն եմ որ process-ը իր դեմ է ձայն գեներացնում, բայց ենթադրենք ինքը հաղթեց։ Որտեղ հաղթեց։ Հրաժարական տվեց։ Չի հաղթել, հրաժարական չի տալիս։ Ասենք թե մարտին, ապրիլին, որտեվ դժվար էլի դες այդքան չհաշվարկի ու մտնի մի հատ բանի մեջ, որտեղ вообще չի տեսնում։ Այ ինքը մտել է մի հատ բանի մեջ։ Հա, դապուստիմ հաղթում է։ Ինքը ապրիլին հաղթեց, վիապար հրաժարական տվեց, չգիտեմ, ում ուզեց դրեց, այդ ոնց որ չի բերում մի անգամից շատ ձայն, որ տեսեք, էս էլ կարողացավ անել Նիկոլա։ Եթե հաղթում է ձեր ասած ձևի, իրան օգուտ է, իր բազան ավելի ամրապնդվում։ Բայց հարցն է նա, որ չի կարողացել այսքան ժամանակ հաղթել ու չի կարողանալու հաղթել նենց ոնց որ ինքը ուզում է, ինչև ընտրություններ։ Եվ հակառակ դաշտում ինքը ձայնը ակտիվացրել։ Բայց այս ակտիվացված ձայնը պահանջում է product իրան առաջարկել։ Իրան ինչա առաջարկում, եկեք նայենք product-ները։ Իրան առաջարկվում է որ Հայաստան դաշինքը կմասնակցի ընտրություններին, նենց ոնց որ մասնակցել է նախկինում։ Կա մեր ձևով, որը նորա ձևավորվում եւ կարող է արդեն ուժեղ Հայաստան ասում են անուն կա բան։ Okay, մի հատ նոր ուժ կա, չէ՞։ Նոր ուժը կա։ Կան ընդդիմա, հա, նոր ուժը, Հայկ Մարությանի նոր ուժը կա, ու կան լիքը ընդդիմադիր ուժեր, ասենք մենք կանք, ՀԱԿ-ը կա, Թաթոյանը կա, լիքը ուժեր կան։ Կա Վարդան Ղուկասյանը, որը հասել որ մասնակցելու է, Դոգին չմոռանանք, որտեղ ինքը լուրջ էլեկտորատ ունի։ Գագիկ Ծառուկյանն է ինչ որ բան անում, չէ՞։ Հիմա նայ, սա ինչա օլիմպիադա է մի հատ, որ ասենք ժողովուրդ ջան, դու չէ ախպեր ջան, դու հելի գնա ընտրություններին, ես մեր օլիմպիադայի մեջ, ասենք մեկը շտանգա է լավ բարձրացնում, մեկը լողից է լավ, մեկը վազում է, մեկը լավ կրակում է, մեկը կարում է սալտո տա, մեկը չգիտեմ։ Այս վազքի մեջ դու գնա մի հատ դրանց մեջից քթիում ես ընտրեմ։ Ատե ինտրիգ չկա։ Ես ուզում եմ ասեմ, որ մենք դա մի անգամ 21-ին տեսել ենք։ Գնացել ենք, գլխովտվել ենք պատին։ Ուզում եմ նաև ասեմ, ես որ սա առաջարկել եմ, ես սա իմ համար չեմ առաջարկում, որտեղ դիմադիր ուժեր կա, մտածեն, որ ես իմ համար եմ։ Եթե այդ բևերը ձևավորվի, ես պատրաստ եմ դրա նախընտրական ցուցակում չլինել։ Այդ քայլն էլ եմ անում։ Որ ոչ մի բան չեմ դառնում։ Կարամ ուղակի հետները գիշեր-ցերեկ մարզ քարոզարշավին մասնակցեմ, բայց չլինեմ այդ ցուցակի մեջ։ Որ էդ էլ տենան, որ ես իմ անձնական որևէ բնույթի շահ չեմ հետապնդում, եւ ես ուղակի ուզում եմ, որ Հայաստանը մնա հայերին։ Որտեւ այս ընտրությունը նրա մասին է, որ Հայաստանում կարող է սաղ լավ լինի, պրոստը Հայաստանը չապրեն շատ հայեր, էլի տենց ուրիշ մարդիկ ապրեն։
Մի որոշեք։ Այս Հայաստանը հայերին պետք է թե պետք չի ախպեր հավաքվեք որոշեք։ Ես կողմ եմ, որ Հայաստանը մնա հայերեն։ Հիմա սենց մի հատ սցենար ինձ թվում է բավական իրատեսական չի լինում միավորումը այնց ոնց որ մենք պատկերացնում ենք ու ուղղակի համեմատաբար երկու մեծ ուժ է մասնակցում մեր ձևովը ու Քոչարյանն ենք որովհետև պատիվ ունեմ այնտենց է չհասկացա իմպիչմենտի վրա են լրված ոնց որ դեռ հասկանալի չի որտեղ են Դե պատիվ ունեմ արդեն չկա հանրապետական կուսակցություն։ Ասենք թե հա մեր ձևովն է Քոչարյանենք են որը այնտենց գլոբալ առումով շատ հակառակ չեն իրար չնայած մեր ձևով ասում է որ նախկին նախագահները լավ կնի զբաղվեն իրենց գործերով ոչ չմասնակցեն բայց այդ դեպքում ԿՊՆ-ը մեր ձևովն է ու Հայաստան դաշինքն է ինչ անել այդ դեպքում ուղղակի շարունակել առանձին թե всё-таки տեսնել մի հատ սոցհարցումներով ոնց որ առաջի տեղում մեր ձևումն է գուցե էսա հիմնական շանսը ինչ որ բան փոխելու գուցե իրանց աջակցել Այ մենք Սամվել Կարապետյանի կալանավորման առաջին իսկ պահից ես անձամբ որպես իրավաբան փաստաբան արձագանքել ենք շատ խիստ քաղաքական գնահատականներ տվել մեր միջազգային գործընկերներին իրազեկել տեղեկացրել այսինքն որոշակի ինչ որ հարաբերություններ աշխատանք կա այս իմաստով բայց իմ մոտեցումը հետևյալն է որ եթե ամեն ինչ մնան այնց ոնց որ կա ընտրություններին լինելու է սուր միջամտություն այդ միջամտությունը կարող լինի չգրանցման ձևով որի արդյունքում մենք հանգենք 21 թվականի օլիմպիադային եւ ֆիասկո եւ պարտություն դրա համար որպեսզի դու կարողանաս կանխել սպասվող նաեւ մոլդովական սցենարները նաեւ այդտեղ եմ ես հաշվարկել որ մեկ ձևավորված բևեռը պաշտպանում է իրան նաեւ դրանով որտեվ ինչ եթե այտենց չի լինի բացատրեմ իմանա ինչ մեկին չգրանցեց ասենք չգրանցելն է վերջի օրը չի չէ գոնե մի ամիս շուտ կամ մի քանի ամիս շուտ ոչ վերջի օրը կարա Okay վերջի օրը ասենք մեր ձևովին cancel արեցին չգրանցեցին հաջորդ ամենաշատ հարցումներով հավաքող ընդդիմադիր ուժը իրանց կաջակցեք իրենց ասեմ մի րոպե է հիմա շատ լավ սցենար ասում այ քննարկենք տես ինչա տեղի ունենում որտեվ ես պետք է ասեի դու ես ասում ասենք պատկերացնենք չի գրանցում մեր ձևովին հաջորդ գլխավոր օպոզիցիան դառնում է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր Հայաստան դաշինքը դու ունենում ես 21 թվականից ավելի վատ հետևանքներ եւ ավելի վատ արդյունք ես ձեզ երաշխավորում եմ որովհետեւ եթե ձեզ թվում է որ օրինակ մեր ձևովի ձայները կգնան sense ուժեղ ուղիղ կգնան կընտրեն Ռոբերտ Քոչարյանին չկա նման բան գոյություն չունի այդտեղ ծնվում է ապաթիա այսինքն նվազում է ընտրական մասնակցությունը, որը օգուտ է իշխանությանը, բարձրանում է իր կայուն բազայի ձայնը, տոկոսային իմաստով եւ ասում է ժողովուրդ ջան, ուզում են սրանք հետ գան, էլի ու նույն խոսույթ էլ չկրկնեն, բայց մենք այս մեր հաշվարկի մեջ ոնց որ մի բան անտեսում ենք, որ Հայաստան դաշինքը լինի, թե պատիվ ունեմ, հա լինի, այնտեղ այնց չի դրված, որ եթե իրանք մասնակցում են, իրանք ուզում են, որ չգիտեմ, 10-րդը, 7-րդը ցուցակում ինչ որ պաշտոն զբաղեցնեն։ Այնտեղ հարցը գնում է կամ մեր առաջնորդը դառնում է նախագահ, վարչապետ, կամ այս դաշինքը առհասարակ գոյություն չունի, որովհետև ես չեմ պատկերացնում, որ իրանք միանան ու Ռոբերտ Քոչարյանը կամ չլինի այդ ցուցակում կամ 37-րդը լինի։ Այնտեղ դաշինքը կա նրա համար, որտեղ իրանք ուզում են ամբողջը կամ ոչինչ։ Եվ նույնը այն մյուսների մոտ է, նույնը Սերժենս մոտ է։ Ու հիմա իրանք համել այնքան բաներ են իրար ասել, որ sense անհնար է դարձնում։ Ես չեմ պատկերացնում ցուցակ, որտեղ կլինի ինչինը մեր ձևովի, հա, ենթադրենք ով որ բանի տեխնացուն, ավդես 7-8 10-ը Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Կարող է իրանք դաժե չլինեն, բայց երբ որ իրանք կլինեն այդ ցուցակում, լրիվ ընդունում եմ, նույնիսկ երևի պարտադիր է որ չլինեն։ Բայց երբ ուժերից մարդիկ Աշոտյանը թող լինի, հա, շատ առողջ մոտեցում կլինի, բայց անգամ դա չեմ պատկերացնում, որովհետև ոնց որ այդ բուրգը այդ բանով է գալիս, էլի, ոնց որ չես կարա ստեղ ֆրի։ Ես այդտեղ հարց ունեմ ուրեմն։ Նագեցը չպատվիրես։ Շատ ընտիր բանա գնեմ, դիսկուսիա ասա։ Շատ սիրեցի։ Այդտեղ հարց առաջանում, այսինքն լայք դրեք։ Լայք։ Ընդդիմադիր ուժերը ուզում են, որ Նիկոլին փոխեն, թե ուզում են, որ փոխել դեպքում անպայման իրանք գան։ Նայ, դա ֆունդամենտ երկու հատ հարց է։ Եվ առաջինը իրան փոխելն է, որ ասենք, այս սաղ կանգնի, չէ՞, ընթացքը։ Եվ երկրորդը ասում են ախպեր ջան, եթե պիտի փոխենք ու ես չեմ, ուրեմն թող մնա։ Դե եթե մոտեցումը այդ ձևի, հա, 21-ին այդ մարտել մնում է, իրանից ինչ եք ուզում, ինքը մնում է։ Դե էդի չեղավ արդեն հավեսով է ճիշտ է։ Ուդարնիկա։ Բայց այդ եմ ասում, եղբայր 21-ին մի անգամ այս ձեր ասած օլիմպիադան մենք իրականացրել ենք։ Հիմա
գոնե մենք կարանք դասեր քաղենք այդ ամեն ինչից, թե չենք կարա էլի դասեր Դե քաղենք։ հələ որ ոչ մի Ես բան քեզ չի ավելի նշмарում որ ավելի կարող ավելի ենք։ ուրիշ բան ասեմ։ Մենախ 21-ը շատ ուրիշ է։ 21-ը շատ պայծառ է։ Էսի ավելի վատ ալնելու, որտեղ 21-ին պոստ-տրավմատիկը շատ է, 21-ին պոստ-տրավմատիկը, չէ, հիմա ավելի պոստ-տրավմատիկ է, լսի։ ավելի ապաթիկ է։ Լսի, տես ինչն է։ Տես ինչա փոխվե 21-ից հետո։ 21 թվին հայկական ինքնությանը վտանգ չէր սպառնում։ Հայկական ֆիզիկական կռիվի մեջ մենք կորցրել էինք հազարավոր մարդիկ, բայց պահել էինք մեր ինչ որ տարածք եւ ինչ որ գծեր, հասկանում ես, մենք չէինք ասել հայոց Դա չէր պատմում, ԿՊ-ն պատմեր։ 21 թվին մենք հայոց ցեղասպանությունը չենք ուրացել որպես պետություն, հիմա ուրացված է։ 21 թվին մենք չենք վիճարկել մեր եկեղեցու, մեր կանոնականության, մեր ինքնության որևէ բան։ 21 թվին Մեսրոպ Մաշտոցը QR կոդ չէր։ 21 թվին, ասես այնքան բան ա եղել էս վերջին, որ մենք ուզում ենք ասում 21 թվին, չէ, 21 թվին, նայ, երբ որ Քոչյանը մասնակցում Դրոն շոու էլ չէր։ երբ որ Քոչյանը մասնակցում էր ընտրություններին, չէ, 21 թվին Ղարաբաղ կար։ Հետո ինքը որպես Ռուսաստանի այդ Պուտինի հետ մտերիմ եւ այլն, չէ, այտենց բան կար, այդ սոուսը օգտագործում են ընտրությունների ժամանակ, Հայաստանը այսքան հակառուսական չէր։ Արցախը կար, այսինքն այդ ամեն ինչը ծառայել է 27% քվե հավաքելու մեջ։ Հիմա չկա, չի ծառայել։ Այդ շատ դիպուկ Եթե նկատառում դուք դա չեք ուզում գնահատեք, չկա Ղարաբաղը, որ հասկանում ես ցանկացած գործիչ, որը Ղարաբաղյան հենքով է եկած, Ղարաբաղյան, ասենք վերջին 20-30 տարվա քաղաքական մեր գործիչների մեծ մասը այդ ճանապարհն անցել։ Նրանք Ղարաբաղը եղած ժամանակ մի լեգիտիմությամբ են մասնակցել process-ներին։ Հիմա այլ լեգիտիմություն է աշխատում։ Ոնց կարելի է դա չտեսնել, ոնց կարելի է դա ասել, ինչ ա եղել, որ ասենք, դե մի 21-ին ընդդություններ, այնպես է եղել, համաձայն եմ, դե արեք։ Այդ բանը հիմնական խաղաքարտն էր, հա, Քոչյանի 21-ին, որ ռուսները ստեղ են մեր հիմնական անվտանգության բաններ, հիշում եմ ահագին տենց անդրադարձանք, որ դուք էլ առաջարկում եք երկրորդ ռազմաբազա Սյունիքում, ռուսական ասում եք, եվրոպական կուսակցություն, բայց որտեղ նույնիսկ դուք եք հասկանում, որ ոնց որ այդ ժամանակ նենց տպավորություններ, օքեյ, իրանք եթե տենց լուրջ մտան Արցախ, իրանք մի 1000 տարի դուրս չեն գա այնտեղից։ Ու քանի որ մեր ամենամոտ ճանապարհը դեպի Ռուսաստան դա Քոչյանն էր, իր պատմությունով եւ անցած ճանապարհով այդ 27%-ի մեջ այդ կասացակը։ Հիմա այդ խաղաքարտը ոնց որ դուրս է եկել։ Պլյուս Քոչյանը պետքա գար, որ տենց որտեղ մի քանի տարվա մեջ կործանվելու ենք։ Մի քանի տարվա մեջ այո, կորցեցինք Արցախ, բայց ավելի շատ վտանգ սենց ասեմ, այն ժամանակ ավելի շատ էր տագնապը մարդկանց մոտ, իմ կարծիքով, որ հեսա Հայաստանի վրա կարա լինի հարձակում։ Հիմա այդ տագնապը էլի կա, բայց տենց չի ոնց որ այն ժամանակ էր։ Ու այդտեղ ոնց որ բոլոր այն տագնապները, որոնց վրա Քոչյանը ձայները հավաքել, դուրս են եկել։ Դրա համար ինքը պետք է ինչ-որ դասեր քաղել էլի դրանից։ Հիմա տես, սա շատ կարևոր քննարկում է եւ երբ որ քննարկումը գնում է տենց, իրանք արագ ասում են, բայց մենք իրավունք ունենք։ Եղբայր, մենք ոչ մեկի ֆունդամենտալ իրավունքը չենք քննարկում։ Մենք քննարկում ենք, որ ընդդիմությունը պետքա լինի ճկուն։ Հիմա նայ, օրինակ եմ բերում, ամենաթարմն է, որ շատ եմ սիրում այս օրինակը։ Նիկոլ Փաշինյանը հանուն իր արշավի դեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու մի կողմ դրեց ինքը ինչ է ասել arczepiskopos Կճոյանի մասին, Արարատյան հայրապետական փոխանորդի, եւ գնաց sense գրկեց sense պինդ բռնել, sense ամեն անգամ ավելի է սեղմում այդ պատարակն, չէ՞։ Ինչի համար։ Մարդը խնդիր է, իր խնդիրը գնում է լուծելու։ Նրան ձեռ են առնում, բան ասում են, արա ախր, բա դու իր մասին sense բաներ ասել, ինքը ճկուն է։ Վեր իր դիմաց կանգնած ընդդիմությունը, որ չի ուզում լինի ճկուն։ Բա դուք խի եք նույն ճկունությունը, ուզում ասենք, հեսա պատտում եմ ձեր դեմ։ Իմ դեմ է։ Դուք այդ նույն ճկունությունը ինչի ցույց չտվեցիք, երբ որ ընդդիմության մի մասը Դավիթ Համբարձումյանն էր որպես impeachment-ի վարչապետի տեխնացու բանում, ու թվում էր դե, հա, այդպես առանձնապես չուներ դա հաջողելու, բայց ձեր առաջադրվելը մասկ անդամների կողմից։ Տես հիմա, ոնց որ այդ նույն բանն էր։ Նարեկ, նայ, հիմա դու հիբրիդային պատերազմի զոհ ես։ Հիմա դու Սերգեյը որպես բուժեք ինձ կամ ագրեսոր, որպես դիտորդ, նայ, հիբրիդային պատերազմի զոհին եմ ստարի, թող սաղ նայեն, այս շատ թույն մասը։ Ուրեմն ձևավորվում է։ Այդ զոհի կեցվածքդ ընդունի։
ձևավորվում է, չէ, տենց չի զոհի կեցվածը։ Զոհի կեցվածքը իր ասացի մեջ վստահ մարդն է, որը տենց չի։ Սա բան ասում։ Կլասիկ Նարեկ։ Հա բան ասում ունի վստահ, բայց вообще տենց չի։ Այ տես ինչ է տեղ ունեցել։ Ձևավորվում է։ Ուզում եք ասեք Հովիկ Աղազարյանը մեզ խափում է։ Մի րոպե, չէ։ Ձևավորվում է շարժում, որ պետք է լինի իմպիչմենտ։ Այս շարժումը ղեկավարում են Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը, ճիշտ է։ Փաստերով եմ գնում, էմոցիա չկա, փաստեր են։ Որից հետո իրանք նամակներ են գրում ԱԺ բոլոր падգամավորներին, ասում են իմպիչմենտ նախաձեռնենք, այդ թվում ԿՊ-ի դեպուտատներին։ Այդ նամակը Արսեն Թորոսյանը ցենց ճղեմա եթերում, ցենց ինչ-որ բաներ անում։ Այդ նամակներից ստանում են ԿՊ-ից հերացված Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Այդ ընթացքում Նարեկ Մալյանը եւ Էդգար Ղազարյանը ինչքան պայքարում են, կռիվ են տալի ՀՀԿ ֆրակցիայի պատիվ ունեմ եւ Հայաստան ֆրակցիայի հետ, իրանք չեն նախաձեռնում իմպիչմենտ, որովհետեւ ասում են չունենք տեխնացու։ Որից հետո չունենալով նրանք տեխնացու, Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլյանը հայտարարում են, որ իրանք կնախաձեռնեն դե որ տենց, հա, որ անակնկալ ալինեն parza ընդդիմադիր դաշտի համար, որովհետեւ ԿՊ-ից հեռացած երկու մարդ, այս մարդիկ գալիս են ինձ առաջարկում են, ես համաձայնես առաջադրում եմ։ Այդ ժամանակ չկա Դավիթ Համբարձումյանը հələ չկա, Չկա, հասկանում ես, այսինքն դու մի հատ բան ես ասում, որը հիբրիդային բանը չկա տենց բան։ Հետո շարունակենք։ Ես ելնում եմ տեխնացու, ես դիմում եմ Հայաստան Դաշինքին։ Դες դու ինչ վստահ էիր ասում, բայց տենց ես դիմում եմ պատիվ ունեմին, ասում եկեք հանդիպենք, բան ասում են, չէ, դու Նիկոլ Երկուս ես, ոնց կլինի Նիկոլ Երկուսին մենք ընտրենք, թող մնա մեր Նիկոլը, բան։ Նիկոլը մնում է այդտեղ։ Հետո գալիս է Միքայել Սրբազանի ձերբակալման պահը։ Այդ վաղ հաստատ կար Մի րոպե, չկար։ Ես դիմում եմ բանին, Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, խնդրում եմ, որ իրանք իմ փոխարեն ես զիջում եմ, առաջադրեն Միքայել Սրբազանին։ Իրանք Միքայել Սրբազանին տեսած չկան։ Շփում չունեն, որ բացարձակապես։ Իրանք անսալով իմ խնդրանքին, նաեւ հավատալով, որ սա կարա մեծ կոնսոլիդացիոն ռեսուրս դառնա, որտեղ նայ Հայաստան Դաշինքը չի տալիս Էդմոն Մարուկյանի համար ստորագրություններ։ Եվ ձեր ասած Դավիթ Համբարձումյանը մեր չէր տալիս երկար ժամանակ։ Եվ մի քանի ժամվա ընթացքում Հայաստան Դաշինքը իր ստորագրությունները տալիս է։ Այսինքն երկու ստորագրությանը գումարում են Հայաստան Դաշինքի ստորագրությունը։ Ուրեմն կարա դե Դավիթ Համբարձումյանը արդեն։ Չէ, դեռ չկար։ Հետո ձեր ու Միքայել Սրբազանի արանքը միտեղ պետք է լինի առնվազն Դավիթ։ Հետո երբ որ Միքայել Սրբազանը հրաժարվում է, նոր ՀՀԿ-ն առաջադրում է Դավիթ Համբարձումյանին։ Դե օքեյ, Դավիթ Համբարձումյանը ինչ-որ մեկին ուներ, չէ՞ մտքում։ Չէ, չուներ։ Տեսականորեն գալար Հայաստան Դաշինքից ձեռնել օլորեր, որ այդ ձայներն են։ Այդտեղ Էդմոն Մարուկյանը ինչ պետք է աներ։ Այսինքն մենք առաջադրել ենք Միքայել Սրբազանին, որը դեստրուկտիվ չէր ձեր ի հայտ գալու որպես։ Բացարձակ, ես մենակ մի բան եմ ասել, անկեղծ, ես ասել եմ, որ եթե դուք ուզում եք, նայ, իմպիչմենտը ինչի մասին է, դու պետք է կարողանաս Նիկոլի ֆրակցիայից ձեներ բերես, չէ՞։ Հիմա եթե դուք ասում եք, ախպեր, պետք է մենք մի հատ մարդ բերենք, որը պայքարել է Նիկոլի ֆրակցիայի դեմ հեղափոխության ժամանակ, լավ Նիկոլի ուժի, եւ լրիվ հակադիր բևերից, հա, ոնց եք այդ թևից ուզում ձայներ բերել, ասենք բացարձակ հողի վրա կանգնած հաշվարկ չկատակը, եւ ասել եմ, որ ախպեր ջան, ավելի հնարավոր է հեղափոխության ժամանակ որևէ դերակատարում ունեցած մարդ բերել, օրինակ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը նաեւ առաջարկել են Վահան Քերոբյանի տեխնացությունը։ Ուղղակի ճիշտ եմ չասում ասում, էկոնոմիկայի նախնի։ Հա, նա չէր ցանկացել մտնի process-ի մեջ, ասած ինչն է, այսինքն այս երկու մարդը հո միամիտներ չեն, իրանք նայում են մարդ, ում կարան ԿՊ-ում մարդ համոզենբերի քվեարկի։ Ոչ թե մարդ, որը տոտալ եղել է հակառակ թևի վրա։ Հիմա Դավիթ Համբարձումյանը քրեական գործով գնում է դատերի մեջ, ավան չեմ տեսնում եք, որ ԿՊ-ից ինչ որ ձայներ կարար գար, թե ԿՊ-ն տես լավ էլ կուրա, թե մեջը տես ճաքեր կան, բաներ կան։ Նայ, ԿՊ-ն լավ էլ կուրա, բայց այդ process-ը ինչի մասին է։ Այդ process-ը քաղաքական շարժ սկսելու մասին է, որը օրինակ ես ինչ էի ասում, ես ասում էի, ես հասնեմ impeachment-ի տեխնացուն, հասնում եմ ամբիոն, եւ ամբիոնից ելույթ անեմ 60 րոպե։ Այսինքն ինձ առաջ որպես տեխնացու ելույթ անեմ գործող վարչապետը իրան հարցեր են տալիս impeachment-ի ենթարկվողը հետո ելույթ անեմ նա որ փոխարինելու է սա ԱԺ սահմանադրական օրենքից եմ ասում կանոնակարգ ես ասում եմ ես հասնեմ ամբիոն 60 րոպե խոսամ process կսկսեմ մինչև այդ եւ դրանից հետո եւ այդ ընթացքում որ ժողովուրդ գա դեպի ազգային ժողով որը պահանջի падգամավորներից որ քվեարկեն Բայց պատկերացնում ես ես տեղը զիջում եմ ասում եմ Միքայել Սրբազանը հասնի 60 րոպե խոսամբիոնից ինչ տեղի կունենա եւ ԿՊ-ն ԿՊ-ն լավ Նիկոլ Փաշինյանը գիտի ինչ կա տեղի ունենա եւ դրա համար Միքայել Սրբազանը
դատվում է։ Դա բայց ինքը արդեն նստած էր, ինքը բանտից գրեց նամակ, որ ես չեմ ուզում իմ տեխնացությունը։ Այդ ձերբակալված պահին, այո։ Ձերբակա ու էդ էլ Ու դրանից 7 րոպե անց էր ու ոնց որ էլի չի տեղավորվում այտենց ողջամտության մեջ էլի, ոնց որ կար շանս բոլորը համաձայնվել են, իսկ Հայաստանը ժամանակ ընդհանրապես հեգնանքով էր վերաբերում իմպիչմենտին, բայց նույնիսկ նրանք համաձայնվեցին։ այդ օրը շատ լրջացավ։ Բայց հա, Սրբազանը այտենց կոնկրետ խանգարեց այդ գործընթացին։ Նայ, ես դրանից հետո հանդիպել եմ Սրբազանի հետ, ԱԱՑ բանդում եւ խոսել ենք դրա մասին։ Նա մի հատ իրավիճակում ա եղել այդ փակի մեջ, էլի, որ այսինքն ինքը պատրաստ է դեռ եւ հիմա էլ պատրաստ է ստանձնելու պատասխանատվություն։ Մարդը 1000 անգամ խոսացել է դրա մասին։ Ինտերվյուներ է տվել դրա մասին, երբ որ դեռ Բագրատ Սրբազանը կար, շարժումը կար Սրբազան, էլի։ Նաև ինքը հիմա էլ է պատրաստ լինել կոնսոլիդացիոն կենտրոնի պատասխանատու, բայց հիմա դրա համար ինչ է պետք, դրա համար պետք է կոնսոլիդացիա տեղի ունենա, որովհետև այն պահին, որ ինքը դատվել է, ինքը ասել է, որ ես այլևս չեմ կարող իմ առաքելությունը իրականացնել։ Ես իմ առաքելությունը որպես arczepiskopos, որպես հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ չեմ կարող առաքելությունս ոնց իրական բանտում եմ։ Ես այլևս կարող ունենամ ավելի ոչ հոգևորական, բայց միևնույն ժամանակ նաև հոգևորական, ազգային, քաղաքական պատասխանատվություն։ Եվ սրա մասին գիտեն եւ Հայաստան դաշինքում, եւ մյուս բոլոր ընդդիմադիր ուժերում։ Բայց քիչ են ուզում կոնսոլիդանան։ Որտեւ այդտեղ է լիդերշիփի խնդրեմ է գալիս։ Որտեւ եթե կա Միքայել Սրբազանը, բնականաբար իր կողքը չի կարող լինի ուրիշ լիդեր։ Ինքն է լիդեր։ Հա, բայց այդ անցումային լիդերը, բոլորս հասկանում ենք, որ ինքը չի լինելու։ Ես օրինակ ես Միքայել Սրբազանին օրինակ տեսնում եմ նախագահի պաշտոնում։ Այդ անցումը որը հետևում է համանadrության իրականացմանը։ Բայց այդ անցումի մեջ մեկ այն ավելի ինտրիգանն ու ճարպիկը հաղթելու է։ Դրա համար այնց թվում է ժողովուրդը այդ անցումային լյուբոյ բանից վախենում, լինի դա Մանուկյանը, լինի դա Բագրատ Սրբազանը, լինի դա Միքայել, կապ չունի, դա ինչ որ անցումային բան է։ Այդ անցումայինում մեկը ճարպիկն է հաղթելու։ Իհարկե, թող ես մի հատ մոդել ներկայացնեմ, որ Միքայել Սրբազանի համատեքստում եմ տեսել եւ տեսնում եմ դեռ։ Պատկերացնենք ինքը առաջնորդում է անդիմադիր միասնական բևեռը։ Հիպոթետիկ մենք թեզ ենք քննարկում։ Այս բևեռը միանշանակ հաղթում է ընտրությունները։ Ինքը դառնում է հանրապետության նախագահ, որը ճունի գործադիր լծակներ, Հեղինակային է։ Բայց հեղինակության վրա վավերացնում է կարևոր բան։ Դե գործադիր լծակ չի դա։ Հեղինակության վրա իմնած եւ սահմանության հայտում կարա սեդը դիմի։ Եթե չի վավերացնում, իմաց դսեդը։ Լավ է, հերիքա օրինակ այդ ներկայացուցչական մասը։ Ահա։ Եվ ինքը մեր պետության գլուխն է ի պաշտոն է։ Այդպես է սահմանությամբ։ Օրինակ պետության ղեկավարը սահմանությամբ վարչապետը չի, նախագահն է։ Այն մեկը էլի ում հաստոյի համարները մեկ պետք է լինեն։ Մեկ այս համարները պետք է Նիկոլա տա Վահագն Խաչատուրյանին։ Բայց ինքը վերցրել է ավտոյի վրա, որ ուրախանում են երեխեք են լավ համարի համար։ Հիմա ի՞նչն է այստեղ խնդիրը։ Եթե էսա կարողանում ենք ձևավորել, նայ, խորհրդարանը ձևավորվում բոլոր ուժերից, ընդդիմադիր, որ այսօր ընդդիմադիր, որը հսկում է մի հատ մենեջեր վարչապետի, որը մենեջեր է, համահանում է խորհրդարան իրան փոխում է, որովհետև կան դեր իրան հսկող նախագահ ինստիտուտ, նախագահ եւ կա պարլամենտ։ Անիրատեսական ինչ որ բաներ են քննարկում։ Նոր ֆիքսեցինք այդ։ Դե ես ուզում եմ ուղղակի Թող մի տարի լինի ինչա։ ուղղակի մի տարի մեջ եթե պարլամենտը իրանը չի։ Պարլամենտը իրանը չի։ Ֆիքսեմ, որ իմ համար հիասթափեցնող էր Աչապայանի այդ հետ քաշվելը, որտեվ եթե տենց այդքան սրտացավ ես, զգում ես, որ կործանվում է, զգում ես բան, բայց հենց որ տենց պահը գալիս է, պետքա պատասխանատվություն վերցնես, մոտավորապես իր բացատրությունը այն էր, որ ես իմ կարգավիճակով գոհ եմ, ես վարչապետացու չեմ, ինձ հանգիստ թողեք։ Բայց ոնց որ այդ պահը պահանջում էր կտրուկ որոշում, եթե միջև վերջ պատրաստ ես մտնել փրկելու, չգիտեմ, մահվան ու կյանքի կռիվ տալու, այդ պահին պետք է ուղղակի ասեիր հա։ Բայց ինքը ասես չէ։ Հասկանում եմ, բայց հիմա ես չեմ ուզում որևէ, ես չեմ վիճարկում քո ասածը, որտեղ այդ հիասթափությունը շատերի մոտ է այդ պահին առաջացել, բայց հետո դատերի ժամանակ բան իր հայտարարություններով բանով ես կարծում եմ, որ նաև խոսել եմ այդ թեմայով, այդ ինչ որ տես փակի տակ հապճե parված բան է։ Որտեղ մարդը, բայց հիմա նաև այդտեղ ուրիշ բան կա, էլի։ Հիմա դուք հիշեք, որ երկրորդ ֆրակցիայի որոշումը դեռ չկար, երբ որ նա հայտարարել է։ Կար մի հատ ֆրակցիայի ու երկու падգամավոր ու իմ աջակցությունը։
Եվ կար հանրային որոշակի աջակցություն։ Այսինքն ինքը այդ հայտարարությունը տարածել է, հետո րոպեներ անց եղել է երկրորդ ֆրակցիային, որ եթե ինքը համաձայնվի, մենք կտանք։ Այդ շատ արագ եղավ։ Որտեղ նա ինքն ասում է, բայց արդյոք բոլորը պատրաստ են համախմբել։ Այ մարդ դու տեխնացիոն դիր հիմա պատրաստ Հասկանում եմ քո ասածը, հա ես էլ նույն արձագանքը ես եմ տվել։ Չէ, բայց օրինակ իմ համար դա այնքան արագ եղավ, որ ես չհասցրեցի ոգևորվել, որ մի հատ էլ հիասթափվեմ, էլի։ Դու հիբրիդային զոհ ես։ Հիբրիդային զոհ ես։ Հիբրիդային զոհ։ Հիբրիդային զոհ։ Okay, հիմա ինչ ենք անում հիմա։ Ձեր վերջի ելույթում խոսեցիք բևերներ ձևավորելու մասին, որը ես вообще չեմ ջոգում, այդ ինչ նշանակում։ Չէ, բևեր, մեկ բևեր, հիմա խոսացինք։ Բևերներ, կարծեմ բևերներ։ Մենք խոսում ենք մեկ միասնական։ Նայ, բևերները հակադիր արձագանքն է, որ եկեք բևերներ լինի։ Եկեք մի հատ բևեր լինի։ Այդտեղ է խնդրեմը ես ինչ եմ տեսնում։ Նախ այդ չի աշխատել արդեն Գյումրիում։ Եվ չի աշխատել Էջմիածնում։ Գյումրիում իբր աշխատել է, որ ինքն խապվել են, բայց Էջմիածնում չի աշխատել։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ցանկացած ընդդիմադիր ուժ, որ ընտրություններում մասնակցում է եւ այլ ընդդիմադիր ուժեր էլ կան շատ, լինելու է մրցակցության ժամանակ այս ուժերը իրար կտրտելու են։ Եվ դրանից բնականաբար օգտվելու է իշխանությունը։ Հիմա պատկերացնենք հիմա էլ է, չէ՞ տենց։ Հիմա ասենք մենք մասնակցում ենք, Լուսավոր Հայաստանը մասնակցում է, ես եմ մեր վարշավերի տեխնացուն եմ։ Բոլոր ցանկացած մասնակից ուժերը ինձ մրցակից են։ Այդ մրցակցության մեջ դու անդադար ուզում ես ավելի լավ product առաջարկես, քան այն մյուսն է։ Եվ այդտեղ իրար խփելու եք, չեք կարա չխփեք։ Ես ինչ էի ասում, եկեք ընդդիմադիր դաշտ որպեսի գզվրտոցը տևերջանա եւ տեղափոխվի դեպի հակառակ բևեր։ Պետք է լինի մի հատ միասնական բան, որ այստեղ մոտեցումը կապիտալի ապահովությունն է, որտեղ այդ ուժերը նաև որոշակի կապիտալներ ունեն ցենց հետևը ու իրանց համար, եթե տրամաբանեմ, խորհրդարան անցնելը ու ինչ որ չափով այդ կապիտալը ապահովագրելը երևի ամենավատ տարբերակը չի։ Դրա համար այդ մեծ դեպուտատ։ Իրանց պետքա գարանտիաներ։ Չէ, դե հենց դա հարցը դեպուտատ ելնել չլնելը չի։ Այն որ ասում եք վերահաշվարկի։ Որ դեպուտատն է իր կապիտալը պաշտպանել։ Չէ, գլոբալ, ես նկատի ունեմ այդ ընտանիքների եւ հասկանում եմ ասածը։ Հա, հիմա եթե այդ երաշխիքը որոշակիորեն տրվի, այդ միանալու պայմանով, բայց ոչ իրանց առաջի դեպքերով, գուցե էսա բանալին այդ խոսակցը։ Ոչ հանդիպում եք, չգիտեմ, օրինակ հիմա ինչ որ process-ներ գնում են, ինչ որ կապեր, բաներ։ Նայեք, ես այս ամեն ինչը ինչ որ մենք խոսում ենք, դες ինչ շատ բաց ենք խոսում, չէ՞։ Այլ շատ հրաապարակային է ինքը։ Ինչի, որովհետև հրաապարակայինն է, ես քննարկումը գնում է բաց։ Հիմա եթե արձագանքները պոզիտիվ չեն։ Հասկանում ես, ինքը հրաապարակային, հանրային, ժողովրդական ճնշում է ձևավորվում, որ ժողովուրդ ջան, մի բան արեք, նկատեմ ընդդիմադիր ուժերին, էլի։ Ցանկացած այսպես խոսակցություն ինքը որևէ արդյունք չի տալու։ Դա կարա լինի հրաապարակային չկա, ինչ որ խոշոր ուժերը, հա, չգիտեմ, Մերձեովը, Քոչարյանեն կամ ես տեղեկություն չունեմ։ Ձեռքներու նշաններ չեք տենում։ Կարող է իրանք շփվում են, ես տեղեկություն չունեմ։ Բայց իրանք ձեզ, ասենք, ձեզ մյուս ուժերին չեն հրավիրում կամ ձեռք մեկնում։ Չեմ ունեցել այդպես հանդիպումներ, անկեղծ ասում։ Ես տեսա, որ ՀԱԿ-ը հանդիպել է դաշնակցությանը։ ՀԱԿ-ը մոռացանք ՀԱԿ-ի։ Այո, եւս մի ընդդիմադիր ուժ, որը էլի մասնակցում է ու էլի արդեն նու քիչ ռեալիթին այն քիչ կշիռ ունի, հա, այս պայդրությամբ, այսինքն միայն տենց ընդհանուր ինչ որ դաշինքով կամ բևերով կամ բանով կարա իրանք էլ են կողմ։ Իրանք տը կողմ են, բայց էլի տենց Թաթյանին մի քիչ կծմծեցին, չհասկացանք իր պահվածքը, բայց էլի կառուցողական ենք բան, բայց նույնիսկ ուզում եմ ասեմ, այդ միանշանակ չի, որ անցնող ուժերի մեջ վատ են վերաբերվում նրան, որ ասվել է, որ հա ուզում եմ ասեմ, մենակ երկու մեծերի մասին ենք մենք անդադ խոսում, բայց նես չի որ տարածությունները մենակ իրանց մոտ են բոլոր մակարդակների մեջ։ Ես կասեի, որ ինձ թվում է առաջին նախագահը ինքը այլևս չի զբաղվում քաղաքացիությամբ։ Այդ մարդը վերջին հաշվով։ Լավ, վերջում, եթե sense նայենք կողքից, հա, եթե ամեն ինչ շարունակի գնալ, նենց որ հիմա է գնում, ԿՊ-ն կհաղթի երևի, չէ՞։ Եթե ոնց որ հիմա է գնում, այդ նույն տենդենսը շարունակվի առանց միավորվելու։ Եթե հա առանց որևէ մեկին նեղացնելու, եթե process-ները գնան այնպես ինչպես որ կան, եկեք մոդելավորենք այդ Հայաստանը։ Ասենք մարդն է, այս նույն բանն է։ Եկեք մոդելավորենք։ Եկեք այդ Հայաստանը մոդելավորենք։ Պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը հաղթում է, խորհրդարանում անցնելու է երկու ուժ, մոտավորապես, ոնց որ այսօր է, եւ դրա արդյունքում թողնի լավ, թող 3 լավություն անենք։ 3 ուժ անցնում, ասենք, հա, այդ 3 ուժերով իրար հետ չեն ունենալու այնքան ձայն,
որ հաղթեն Փաշինյանին եւ սցենարը վատագույնն է, չէ, որ ինքը նորից դնում է վարչապետ։ Ինչա տեղի ունենում։ Հայաստանը պետք է գնա սահմանադրական հանրակրվեի։ Պետք է փոխի իր պետության հիմքերը, ֆունդամենտը։ Պետության հիմքերը փոխելը կարա ծնի խնդիրներ, այլևս նոր հիմքերի հետ կապված երկրներին են, որ ասեն մենք չենք ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, մենք նոր մարտահրավերների առաջ կանգնենք։ Մեր ազգային ինքնության մասով մեր զինանշանը պետքա փոխեն, որտեղ Ադրբեջանը դա պահանջում, այսինքն Արալ լեռը նաև հանվելու է մեր զինանշանից։ Մեր ռազմավարական ճանապարհները Ադրբեջանը ուզում է վերցնի որպես իր տարածքներ, դա ունենալով անկլավներ, որը իրավական որևէ հիմք չկա։ Այդ process-ն է տեղի ունենալու եւ նաև տեղի ունենալու ադրբեջանցիների Հայաստանում տեղակայում վերադարձ անվտանգային ուժերով, բաներով։ Եվ երբ որ բոլորն ասում են, որ շատ լավ է, նոր մարդ կլինի, ներդրումներ կլինեն, փող կգարա, կապրեք վերջապես, շարժ կլինի, բան, ես հասկանամ։ Դուք այդ Հայաստանը այդ ում համար եք էլի տես պատրաստում։ Դա հայերն են դա ապրելու, հայերն են դա վայելելու։ Հիբրիդային զոհ, ասեմ, բենզինը էժանանում է, թրիպից փողերա գալու նստի մեր հաշվին, առողջապահությունը Նախ բենզինի մասով ասեմ, Վրաստանում թուրքերը չեն գանձվել, որովհետև քաղաքական միանգամվա բաներ էլի։ Օրինակ հիմա գնանք Վրաստան նայենք, ասենք, Սոկարում բենզինը, վրացական, ասենք, ցանկացած բենզալցակայանում, ինչ գին է, այդ գինը սպասվում է ստեղ, ասենք, պետք չէ այդքան թրվռալ դրա համար, եւ այդտեղ ես այդ բենզինի գինը, բենզին գնելը բանը ես չեմ նայում միայն գնային կոնտեքստում, ես նայում եմ նաեւ, որ այս գործողությամբ մեր իշխանությունները ասում են նայեք ժողովուրդ, դուք եք ըստ էության իմ նման, երբ որ դուք ինձ մեղադրում եք, որ ես չեմ պաշտպանում ինքնասիրությունը, մեր ազգի պատիվը, բան, բայց դուք եք նույնն է, էլի չգնացիք արագ այդ բենզինը։ Դա չեք շատ։ Դուք, հա։ Այսինքն հասկանաս, այդ բոլոր եղած էմոցիան դրանով կոտրվում է։ Մարդիկ սկսում են քննարկել գինը։ Մարդիկ չեն ասում, որ ախպեր ջան, բայց իրանց բանտերում մարդիկ ունենք։ Իրանց բանակը դեռ մեր դեմ պատերազմ մղելու պլաններ ունի։ Մեր տարածքներն օկուպացված են։ Հազար ու մի հարց կա, չէ՞, դեռ այդ հարցերը չի բան եղել։ Եվ մարդիկ մտածում են, ասում են, պետական հիբրիդային որպես զոհ եմ ասում։ Այ եթե մենք գնենք իրանց բենզին, իրանք չեն ուզենա մեր վրա հարձակվեն։ Այսինքն Ուկրաինան չէր գնում ռուսական գազը, տրանզիտը չէր անցնում այդ կողմով, հա, բանը Եվրոմիությունը հիմար են, հա, որ ասում են մենք ոչ մի ռուսական բան չենք գնելու, որովհետև պատերազմի մեջ ենք Եվրոմիություն։ Եվրոմիությունը ոչ մեկ չի մտածում, որ շատ ռուսական գազ առնեն, կարող է մեր վրա չհարձակվեն։ Մենակ ձեր մտքով է դա անցել։ Արեք, գնեք։ Okay, բայց մենք շեղվեցինք, մենք փորձում ենք մոդելավորել։ Մոդելավորում ենք Հայաստանը։ Ոչ թե այն ինչ որ կլինի ընտրությունից հետո, որ ներկայացրեցիք, այն ինչ որ հավանական է, որ լինի, եթե շարունակվի ոնց գնում է։ Շարունակվելու են դատեր, մարդկանց դատելու են, այս դատերը գնում են, հմեկով կյանքում տեսել եք, որ Ռոբերտ Քոչյանի դատեսքան, ակտիվ լուսաբանվի, Սերժ Սարգսյանի դատեսքան, դա էլ է հիբրիդային պատերազմի զենքերից։ Անդադար հմեկով դատա լուսաբանվում։ Դե լավ, տարբեր մարդկանց գույքի, եկամուտների, ապօրինի գույքը, բան, ասենց անդադար է ժողովուրդը վերջապես էս հետաբերվում, հետ կբերի բան մարդիկ մտածում են, որ դի հետաբերում իրանց տերի, իրանց են տանելու։ Վերջին հաշվով ինչ արձանագրեցինք Սերգեյ, որ մեզ ասում են հարկերը մուծեք, ՀԴՄ-ն տպեք, փողը հավաքեք, փողը սա մենք մի ընտանիք ենք, պետությունը քիչ դույս վառեք, ջուրը մի բաց թողեք, բան վերջում այդ հավաքված փողից իրանք 2.5 միլիարդ դրամ փող են բաժանում։ Եվ վերջում դրական բանի վրա ենք մտածում բանը։ Վիդեոբոս։ Դե ձեր ուղերձը, հա, մյուս ուժերին մի հատ ուղերձ անենք, ինչ անեն, ոնց միավորվեն ու դրանով։ Ինձ թվում է մենք լավ շատ հետաքրքիր կարելի է այս հաղորդումը համարել որպես փակ բանակցություն, որը բացել ենք, որը նաև դատի ժողովուրդը որպես ժողովուրդ։ Այսինքն հիմա նայերի 1000 մարդ, 10000 մարդ, ինչքան մարդ, թող իրաց կարծիքը գրեն ժողովուրդ ջան, ինչ եք մտածում։ Որտեվ տես, եթե կրում է անձնական երևալը, էգոիզմը, որ բոլորը ուզում են վարչապետի տեխնացու լինեն, չգիտես խի, ասենք, լինի մեկ ինչ անեք, էլի որ լինեք։ Եվ այդ բաները նայ ցանկացած ուժ այո ունի իրավունք որ լինի վարչապետի տեխնացու իրանց ղեկավարը, ցանկացած ուժ այո ունի իրավունք մասնակցելու, ձգտելու որ շատ ձեն տանի, բան, բայց եթե դա ենք քննարկում, դա ուրիշ աշխարհ է, ուրիշ process է։ Ուժերը ֆիշկա չունեն, այս մարդը 2 ամիսը մեկ նոր ֆիշկա է ունենում։ 2 ամիս առաջ էս է, հիմա բարաբանն է սովորել, ասենք արդեն Տրամպը առաջարկել է խաղաղության խորհրդի անդամ դառնալ ինքը։ Այսինքն ասում են ախպեր ինչ անում, հա, որովհետև երիտասարդության ապաթիան էլ է մեծ բան, օրինակ Ռուբեն Մխիթարյանը, որ Գյումրիում վերլուծում էր բանը, ասում է շատ մեծ դեր էր, որ մի քիչ ավելի շատ երիտասարդ քվեարկես, դրա համար տենց միանշանակ
չեղավ ԿՊ-ի հաղթանակ էլի։ Ստեղ ոնց որ ինքը ակտիվ աշխատում է երիտասարդության վրա եւ հակառակում вообще բանակը 1.5 տարի սարքեց։ Ահա, այնտեղից օրինակ երիտասարդության հետ ոչ մի աշխատանք ավելի բաներ են սպասում, էլի բաներ են սպասում։ Նախ սպասում են նաև Միացյալ Նահանգների գիտար սովորեք, չի գիտեմ։ Դե գիտարը իր այդին, բայց սպասում է միջազգային մեծ հոսք բարձրաստիճան պաշտոնյաների նահանգներից, դրանից հետո եվրոպական քաղաքական համայնքի ժողովն է լինելու Հայաստանում, որտեղ լինելու են բազմաթիվ եվրոպական երկրների լիդերներ, եւ այն ժողովուրդը գիտեք սիրում է այդ որ մենք արդեն աշխարհի լիարժեք աշխարհի անդամ ենք, շփվում ենք բոլորի հետ բան, այսինքն դուրս եկավ որ մենք քիչ շփում ունենք միջազգային հանրության հետ, բայց օրինակ ունենք, ասենք 40 քանի հազար քառակուսի կիլոմետր մեր վերահսկողության տակ, հա, եւ մեր ցորեն ունենք, պետք չէ մեզ տեղից ընդեղից ցորեն բերել բան, լրիվ ուրիշ երկիր էինք, բայց այդ չունենք, բայց այ որ մեկս են ճպտում է մեզ էս բարեում, բան մեզ համար դա ավելի է առեկավոր դառը, էլի։ Այսինքն դա է լինելու, սպասում է շքերթ, ասում են, մեծ շքերթ է լինելու մայիսի 28-ին, որտեղ կցույց տրվեն նոր զենքեր, այսինքն որպես ֆիշկա հիբրիդային պատերազմի զորջան լիքը ֆիշկեք են լինելու։ Գնա գալիս են։ Դե մի կողմից, չասեցիք այն կողմից։ Այդ կոնտեքստում այն կողմից մի ֆիշկա կան արել։ Այդ ֆիշկեն հետեւյալն է, որ ժողովուրդ ջան, մենք կարանք մի կողմ դնենք մեր տարաձայնությունները, ինչպես մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները մի փրունեին, էլի Կճոյանը եւ Փաշինյանը, եւ հանուն ավելի մեծ խնդիր լուծելու գիրովական լեզվով ասած տինտիրիտներ չանել եւ հավաքվել իրար գլուխ ու գործ անել։ Ոչմ հա, եւ մասնակցության ընտրություններին առումով եւ ընդհանուր հետաքրքրության։ Մի հատ ֆիշկա կա չունես։ Եվ ազնվությունը, ի վերջո ցույց տանք, որ վայնոյ ստանդարտներով չենք ալ ուզում ենք իսկականից փրկենք երկիրը, եթե մտածում ենք ինքը բանի տակը, Terminator 2-ն է պետք։ Շատ հստակ, ջրիկ Terminator-ը ընդդեմ T800-ի։ Всё։ Երբ որ Terminator 4-ն է մտնում, ընդ մի հատ զավոդ է, ընդ ինչ որ sense կլոր Terminator-ն է, բան, դա լղոզվում է։ Այդ Օլիմպիադան է։ Հա, մեզ պետքա հստակ վազեք ու տեղ կհասնեք T1000-ը T800-ի դեմ։ Որտեւ այդտեղ դու 15-20% ձայնի վտանգ ռիսկի տակ ես դնում, հասկանում ես, այսինքն որտեւ որ տենց մնա, ասենք օրինակ լուսավոր Հայաստանում կա sense կարծիք, որ մենք էլ մասնակցենք, sense առանձին sense գնանք, ելույթներ ունենանք, մենք էլ ենք ուզում։ Մենք էլ ենք ուզում։ Հետո Մենք ողջունում ենք ձեր զսպվածությունը, շնորհակալություն մեզ հյուր գալու համար։ Համարենք այդ բաց առաջարկը, Բանավեճը բացված է, այո, մենք այս ընթացքում կփորձենք էլի նաև այս թեմային վերադառնալով բոլոր հնարավոր ուժերի տեխնազների հետ խոսել, տեսնենք գուցե մենք էլ ինչ-որ ձևով նպաստենք այդ ջուրը ցեք այդ ջրաղացին։ Ով գա կհարցնենք այդ ամենը։ Լուրջ կասներ բաժանորդագրվում ենք, լայք ենք դնում եւ կոմենտներում դուք էլ արտահայտվեք, եթե հարցեր կան պարոն Մարուկյանին գրեք ու սպասեք հաջորդ շաբաթվա թողարկման։